Ա, Բարև ձեզ, իմ ձայնը լսվում է, իմ գործընկերները կհուշեն ինձ, այո, Ա, բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են միացել, իմ անունը Ալեքսանդր է, ես ներկայացնում եմ CyberHub նախաձեռնությունը, որի շրջանակում մենք կիբերչատ գործիքն ենք ստեղծել ու ա, հիմնականում փորձում ենք աշխատել մանկավարժական համայնքի հետ, որպեսզի կարողանանք երեխաների ու դեռահասների համար առավել ապահով թվային միջավայր կազմակերպենք մանկավարժների աջակցությամբ։ Այսօր մեր երրորդ հանդիպումն է, հիշեցնեմ, որ առաջին հանդիպմանը Սամվել Մարտիրոսյանը խոսել է ընդհանուր թվային անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Երկրորդ հանդիպմանը Արթուր Պապյանը խոսել է կիբերբուլինգի թեմայով եւ այսօր Գևորգ Հայրապետյանը CyberHub-ի թվային անվտանգության հետ կապված թվային առհասարակ տիրույթում հարցերով իրավական տեսակետից խոսելու է ձեզ հետ, երեխայի լավագույն շահի մասին է անդրադառնալու, բայց Գևորգը ավելի մասնագիտական կարողանա ասել, թե կոնկրետ ինչ թեմաների մասին է խոսելու, կարծում եմ հետաքրքիր կլինի, որովհետև պարբերաբար մենք նաև լրատվամիջոցներում տեսնում ենք այնպիսի իրադարձություններ, որոնք որ անդրադառնում են ոչ միայն երեխա դպրոց, երեխա թվային միջավայր փոխհարաբերությանը, այլ նաև շատ հաճախ ընտանեկան իրավիճակով պայմանավորված խնդիրներ, որոնք որ երբեմն արտահայտվում են նաև թվային միջավայրում ու խանգարում են ծնողներին, երեխաներին ինչ որ ձևով հա ռեալիզացնել իրենց կյանքը, կրթական իրավունքը եւ այլն եւ այլն։ Ուղղակի կարճ հիշեցնեմ, որ Cyber Hub-ը ստեղծել է կիբերչատ գործիքը, որի հեղումը այստեղ ներքևում տեսնում եք։ Այստեղ լիքը դեպքեր ունենք թվարկած, կրթական նյութեր ունենք տեղադրած, հա, եւ մենք ապահովում ենք տեխնիկական, իրավական, հոգեբանական անվճար աջակցություն բոլոր այն երեխաներին ու դեռահասներին, ովքեր բախվել են որևէ խնդրի, կամ եթե մեծահասակներն են կարծում, որ երեխաները բախվել են խնդրի ու փորձում են ինչ-որ լուծումներ գտնել, հա, բազմաթիվ լուծումներ մեր կայքում կան, բայց եթե իհարկե դուք չեք գտնում դրանց պատասխանը, կարող եք նաև դիմել մեզ, որովհետև դիմել մեզ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներով, հարթակներում մենք ներկա ենք, նաև մեր կոնտակտային տվյալները կան կայքում։ Այս շատ փոքր եւ կարճ անդրադարձ բոլոր նրանց, ովքեր որ առաջին անգամ էին մեզ միացել, երևի կարևոր բան բաց չթողեցի, ուղղակի կխնդրեմ ձևաչափը մի փոքր փոխենք եւ հարցը պատասխանը ոչ թե թողնենք վերջում, այլ ընթացիկ լինեն։ Եթե դուք կունենաք հարցեր, կարող եք դրանք գրել Q&A հատվածում կամ չաթի մեջ, հա, մենք զուգահեռ ընթերցելու ենք դրանք։ Իսկ եթե կուզենաք ինքներդ ձեր վիդեոն միացնել, ձեր ձայնի միջոցով ձեր հարցը բարձրացնել, ուղղակի գրեք մեզ կամ բարձրացնել ձեռքը կոճակը սեղմեք, որպեսզի մենք տեսնենք ու ձեզ հնարավորություն տանք խոսելու։ Կարծում եմ այսքանը, Գևորգ ջան, կարող ես սկսել։ Ես անջատեմ իմ էկրանը, դու կարող ես կիսվել քո պրեզենտացիայով։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Հիմա միանգամից արդեն կմիացնեմ պրեզենտացիան ու կսկսենք խոսել անձնական տվյալների պաշտպանությունից։ Մինչև միացնում եմ, ընդհանրապես ասեմ, որ մենք այսօր քննարկելու ենք մի քիչ իրավաբանական հարցեր, բայց շատ չենք խորանալու իրավական տերմինաբանության մեջ, այլ քննարկելու ենք մեծ հաշվով ճիշտ ու սխալը, թե ինչպես է ճիշտ վարվել երեխաների տվյալների հետ, ինչպես է առհասարակ ճիշտ վարվել մարդու վերաբերյալ տեղեկության հետ ու ինչ կանոններ կան։ Դրանք կարող եք բնականաբար կիրառել ինչպես մասնագիտական գործունեության ընթացքում, օրինակ դպրոցում, այնպես էլ անձնապես դառնան ձեզ համար հմտություններ, որը որ կվերաբերի ինչ խնդիր որ կունենաք ձեր անձնական կյանքում, օրինակ։ Կարող եք դուք էլ համացանցում տարբեր հավելվածներից ու ռեսուրսներից օգտվելիս բախվեք անձնական տվյալների պաշտպանության խնդիրների։ Հիմա ինչի կա այս թեման առհասարակ ու ինչի է անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր։
Սովորաբար նման դեպքերում ամենաճիշտն է սկսել մի ընդհանուր վարժությունից ու այս հարցը տալ, ինչ է անձնական տվյալ, օրինակ, արդյոք անձնական տվյալ է մարդու անունը կամ կազմակերպության անվանումը կամ մարդու լուսանկարը, հեռախոսահամարը, մարդու շարժուձևը։ Ես հիմա հասկանում եմ, որ մեր մասնակիցները շատ են ու դժվար է բոլորից պատասխան ակնկալել, ուղղակի մտքում ամեն մեկը ձեզ համար այս հարցին պատասխանեք ու երբ որ ես սկսեմ այս հարցին ինքս պատասխանել, ստուգեք, արդյոք ձեր պատկերացրածը ճիշտ էր ու համընկնում էր իմ ասածի հետ, թե չէ։ Մեր օրենքով առհասարակ հասկացությունը հետևյալն է. անձնական տվյալ է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։ Հիմա ես ես կարդացի, դուք միանգամից խնդրում եմ սա մոռացեք ու հիշեք հետևյալը. մարդու մասին ցանկացած տեղեկություն անձնական տվյալ է։ Կարճ հասկացությունը իմ ասածն էր մարդու մասին ցանկացած տեղեկություն։ Հետևաբար, եթե հետ գնանք մեր ցանկ ու տեսնենք, թե ստուգենք այս չափանիշով, այս հասկացության, թե իմ նշածներից որն էր անձնական տվյալ, ապա մարդու անունը, մարդու մասին է, այո, ուրեմն անձնական տվյալ է։ Կազմակերպության անվանումը մարդու մասին է, ոչ, դա կազմակերպության մասին է, հետևաբար անձնական տվյալ չէ։ Մարդու լուսանկարը մարդու մասին է, ուրեմն այո, անձնական տվյալ է։ Ստեղ մի փոքր սադրանք կա, հեռախոսահամարը։ Չեմ գրել մարդու հեռախոսահամար։ Ուրեմն եթե նայենք մի քիչ ավելի բծախնդրորեն, այն հեռախոսահամարը, որը վաճառել են մարդուն, հատկացրել են մարդուն ու մարդունն է, ապա անձնական տվյալ է։ Այն հեռախոսահամարը, որը հլո օպերատորի մոտ դրած է, ոչ մեկի չեն վաճառել, ոչ մեկի չեն հատկացրել, անձնական տվյալ չի։ Մարդու շարժուձևը բնականաբար մարդու մասին է, շարունակում է լինել ու մնալ անձնական տվյալ։ Ստեղ մի հարց կա, որ շատ հաճախ մարդկանց շփոթեցնում է, մարդիկ օրինակ հաճախ ասում են, որ շարժուձևը անձնական տվյալ չի։ Հետո հարցնում ես, բայց ինչ ես այդպես ասում, մարդը պատասխանում է, բայց գիտես, շարժուձևով չեմ կարող ճանաչեմ մարդուն կամ նույնականացնեմ։ Ամենաշատը մաքսիմում ծանոթներին տեղը բերեմ, բայց անծանոթ մարդկանց շարժուձևով չեմ կարող նույնականացնել։ Սա ծուղակ է իրականում, որովհետև տեղեկությունը տառ, թիվ, պատկեր, շարժուձև եւ այլն համարվում են անձնական տվյալներ, եթե դրանցով մարդուն հնարավոր է օբյեկտիվորեն նույնականացնել։ Ինչ է սա նշանակում։ Այ հիմա, եթե ամեն մեկը, չգիտեմ ով է համակարգչով կպել մեր սեմինարին, ով է հեռախոսով կպել, բայց եթե ձեռքի տակ ունեք հեռախոս, ես գրեթե վստահ եմ, որ բոլորիդ հեռախոսներում լինելու են մարդկանց նկարներ, ծանոթների, բարեկամների, ընկերների, ինչ որ նկարներ, որոնք արել եք ու պահում եք ձեր հեռախոսում, կամ ուրիշներն են ձեզ ուղարկել ու պահում եք ձեր հեռախոսում, որովհետև այդպես է պետք, դա ձեր հիշողությունն է, ձեր առօրյան է, ձեր կյանքն է, ու ուղղակի ուզում եք այդ նկարը, այդ պահի արձանագրում ունենալ ձեր հեռախոսում։ Հիմա եթե նկարներից որևէ մեկը ինձ ընտրեք ու ցույց տաք, ես սուբյեկտիվորեն կարող է չկարողանամ այդ մարդուն նույնականացնել, որովհետև չունեմ ռեսուրս, չունեմ գիտելիք, անձնապես չեմ ճանաչում այդ մարդուն։ Դրանից նկարը, մարդու պատկերը չի դադարում լինելուց անձնական տվյալ, որովհետև թեև ես օբյեկտիվորեն չկարողացա ձեր ցույց տված մարդուն նույնականացնել, բայց սուբյեկտիվորեն չկարողացա նույնականացնել, բայց օբյեկտիվորեն այդ նկարով իրականում աշխարհում հնարավոր է այդ մարդուն նույնականացնել։ Կարող եք նույնականացնել դուք, կարող են նույնականացնել օրինակ տարբեր պետական մարմիններ իրենց ունեցած բազաների միջոցով, եթե ձեր մեջ վարորդներ կան, ու եթե տուգանվել եք, կարող է իմանաք, որ բարեկային ծառայությունն հիմա ունի պլանշետներ, պահում է մարդու դեմքին, ու թեև բարեկը անձնապես կարող եք մարդուն չճանաչել, բայց համակարգը համեմատելով բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ հասկանում է, թե ով է այդ մարդը ու իմանում են, թե ում են տուգանում։ Հետևաբար մարդու մասին տեղեկությունը, եթե մարդու վերաբերյալ է, եթե գոյություն ունեցող կամ գոյություն ունեցած մարդու մասին տեղեկությունը, ինքը արդեն իսկ համարվում է անձնական տվյալ, անկախ նրանից մեզնից յուրաքանչյուրը սուբյեկտիվորեն կկարողանա այդ տեղեկությամբ մարդուն նույնականացնել, թե չէ։ Ինքը օբյեկտիվորեն արդեն համարվում է անձնական տվյալ։ Սա էական է նկատի ունենալ ու սա որպես նախաբան, հիմա անցնենք մեր այս հանդիպման մեծ հաշվով առաջին մեծ բլոկին, թե ինչի առհասարակ այս ոլորտը կա ձեզ համար,
Մինչև այդ մի քանի հասկացության մասին ասել, ես սկզբից ասացի, որ խուսափելու եմ իրավական տերմինաբանությունից, բայց ամեն դեպքում խոսքից մեջ կարող է ասեմ տվյալների մշակում, տվյալներ մշակող, այս մշակել բառը, որպեսզի պարզ լինի, թե սա ինչ է նշանակում, մշակումը դա ցանկացած գործողություն է, որը կատարվում է անձնական տվյալի հետ։ Հիմա ձեզնից յուրաքանչյուրը, եթե իր հեռախոսում ունի գրանցած մեկ ուրիշի, ասենք գործընկերոջ, որևէ ծնողի, որևէ ընկերոջ հեռախոսահամարը եւ անուն ազգանունը, դա արդեն այդ գրանցելը համարվում է անձնական տվյալի մշակում։ Ու դուք որպես մարդ, ով որ գրանցել է իր մոտ ուրիշի անձնական տվյալները, դառնում եք անձնական տվյալներ մշակող։ Տվյալների սուբյեկտ, սա էլ այն մարդն է, ում վերաբերում են անձնական տվյալները։ Եթե դուք իմ հեռախոսահամարը գրանցեք ձեր հեռախոսում ու դիմացը գրեք իմ անուն ազգանունը, ապա այդ գործողությունը կհամարվի անձնական տվյալի մշակում, դուք կլինեք անձնական տվյալների մշակողը, իսկ ես կլինեմ անձնական տվյալի սուբյեկտը, որտեղ ինձ են վերաբերում այդ անձնական տվյալները։ Սա վերաբերում է ցանկացած դրվագի անձնական տվյալների մշակման։ Երբ գնացել եք դպրոց ու ընդունվել եք աշխատանքի, դպրոցը ձեզնից ուզել է ձեր մասին որոշ տեղեկություններ։ Օրինակ, ուզել է հաստատող փաստաթղթում արկա տվյալներ, ձեր անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, որը պատճենով եք միգուցե տվել դպրոցին, ձեզնից բանկային ինչ-որ տվյալներ են վերցել, որ կարողանան աշխատավարձ տրամադրեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս հարաբերությունում այս բոլոր գործողությունները, որոնք դպրոցը կատարում է ձեր տվյալների հետ, անձնական տվյալների մշակում է, մշակողը դպրոցն է որպես հաստատություն, եւ դուք դառնում եք անձնական տվյալի սուբյեկտ, որտեղ ձեր անձնական տվյալներն է, որ մշակվում է։ Այս էլ որպես նախաբան, հիմա անցնենք բուն հիմնական առաջին մասին մեր այս քննարկման։ Ինչի առհասարակ այս թեման կա, ինչի ինքը գոյություն ունի կիբերանվտանգության, երեխաների տվյալների պաշտպանության այս մեծ կոնտեքստում։ Ուրեմն շատերիդ մոտ առհասարակ մեր երկրում շատ հաճախ, երբ ասում են անձնական տվյալ, մտքում պատկերացնում են գաղտնիք։ Իրականում ոչ մի անձնական տվյալ ինքն իրենով գաղտնիք չի։ Օրինակ իմ անունը Գևորգ է, ազգանունը Հայրապետյան, ու ոչ մեկիդ համար այս պահին դա գաղտնիք չի, բայց իմ անունն ու ազգանունը շարունակում են լինել ու մնալ անձնական տվյալներ։ Անձնական տվյալը տվյալի տեսակի անունն է, ոչ թե ռեժիմը, ոչ թե կարգավիճակը։ Կան անձնական տվյալներ, որ կարող է գաղտնիք լինեն, կան անձնական տվյալներ, որ կարող է գաղտնիք չլինեն, եւ կան անձնական տվյալներ, որ ոչ միայն կարող է գաղտնիք չլինեն, այլ կարող են լինել հանրամատչելի, այսինքն ուրիշների համար հասանելի։ Օրինակ լինի իմ անունը կամ Facebook-ում իմ հրապարակած բոլորի համար հասանելի նկար, դարձրել եմ հանրամատչելի։ Այս պայմաններում ինչի է տվյալների պաշտպանությունը կարևոր ու ինչի կա առանձին նման իրավունք։ Կա 3 հանգամանք, մեծ հաշվով 3 ճիշտ, որոնցից 2-ը ճիշտ է ամբողջ աշխարհում, մեկը հայաստանյան առանձնահատկություն է։ Ու այդ ճիշտերը հետևյալն են։ Առաջին ճիշտն է, որ անձնական տվյալները, ինչքան էլ որ միանգամից գաղտնիք չեն, մեկը համարվում են մարդու վերաբերյալ զգայուն տեղեկություններ։ Մենք տվյալների զգայունությանը կանդրադառնանք մեր հանդիպման երկրորդ մեծ բլոկում։ Սա ուղղակի այս պահին հիշեք։ Անձնական տվյալները իրենց զգայուն արժեք են։ Երկրորդ, ինչքան գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում է, այնքան ավելի շատանում է տվյալների մշակման դեպքերն ու ծավալը։ Սա երևի պետք է մանրամասնեմ։ Հիմա դուք տեսնում եք մենակ իմ էկրանը, ինձ չեք տեսնում, բայց ես ձեզ ասեմ, որ ես 38 տարեկան եմ ու մի ամսից կդառնամ 39։ 22-23 տարի առաջ ես բարձր դասարանի աշակերտ էի, այն ժամանակ 10 տարվա էր միջնակարգ կրթությունը, ես սովորում էի բարձր դասարանի 9-10 դասարանում, մոտավորապես 17-18 տարեկան էի։ Եվ եթե պատկերացնեք, այն ժամանակ չկային թվային տեսախցիկներ, հեռախոսներ, որոնցով կարելի է շատ նկարվել, կար կոդակներով, ժապավենով, 36 կադրանի հին կամերաները, ու եթե ես ուզենայի նկար ունենալ, քարը պայթի տրաքի, ամսվա կտրվածքով կարող ունենայի 100 հատ նկար, ոչ ավել։ Էդ էլ ամեն ամիս չէ, եթե շատ բախտս բերեր, մերոնք կարծեմ այդ կոդակները 1000-1200 դրամ արժեին, ինչը այն ժամանակ ահագին էլ փող էր, ես ինձ համար կարողանայի ինչ-որ միտեղից կամ ծնողներից վերցնել կամ խնայել, գնալ 3 հատ բան առնել, այդ
կոդակներից առնել, ժապավեններից առնել, ինքս ինձ նկարել, այդ ժամանակ մենակ ես կունենայի մոտավորապես 100 հատ նկար։ Ընդ որում, դա էլ պետք է մի հատ գնայի պրայավկա անեի ֆոտոատելյեի։ Հիմա 100 չէ 1000 հատ նկար կարող է մեզնից յուրաքանչյուրը անել ոչ թե մի ամսվա ընթացքում, այլ մի քանի րոպեի ընթացքում։ Շատերի հեռախոսները անգամ ռեժիմ ունեն, նկարելու կնոպկան ծխմած պահում ես, ճառալեն իրար հետևից նկարներ ան։ Տեսեք, ես ինքս համեմատած 20 տարվա առաջվա Գևորգի հետ, 20 տարվա առաջվա Գևորգը մի ամսվա ընթացքում 100 հատ նկար կարող ունենար, հիմա Գևորգը կարող է մի քանի րոպեի ընթացքում ունենա տասնապատիկ ու հարյուրապատիկ ավելի շատ նկարներ։ Կամ էլի մի լավ համեմատություն կա, ես Երևանում էի սովորում թիվ 200 դպրոցում, ես մեր տունը շատ մոտ էր դպրոցին, տնից գնում էի դպրոց, բայց եթե գիրք էր պետք լինում, որ չկար դպրոցում կամ մեր տանը, ես քայլում էի Դավթաշենեի գրադարան, որը մեր տնից անկյունագծով մի 3 կիլոմետր երևի պետք է քայլեի մինչև գրադարան ու հետ վերադառնայի տուն։ 20-22 տարի առաջ, երբ ես այդ 3 կիլոմետր ճանապարհը Դավթաշեն թաղամասում անցնում էի, ոչ մի տեսախցիկի տեսադաշտում չէի հայտնվում։ Հիմա տեսախցիկներ տեղադրված են իմ առաջվա դպրոցում, տեղադրված են մեր առաջվա շենքում։ Շենքի տակ մի քանի հատ խանութ կա, հայփոստի բաժանմունք կա, բոլորը առանձին տեսախցիկներ ունեն։ Խաչմերուկում պետությունն է տեսախցիկ դրել, երթևեկությունն է ուստում, ու եթե ես այդ տեսախցիկների տակով անցնում եմ, ես էլ եմ հայտնվում դրանց տեսադաշտում։ Խաչմերուկում մի հատ մեծ Երևան City կա, ինքն է ամբողջը նկարում։ Ես Հեչից եթե 3 կիլոմետր անցնեմ, մի 30-40 տարբեր մարդկանց տեսածքման համակարգերի մեջ կհայտնվեմ, ու իմ պատկերը, թե որ ժամին ինչ հագած, որ ուղղությամբ անցա, որ ժամին անցա, որտեղ կանգնեցի, որ շորերս ուղեցի, ձեռքիս ինչ կար եւ այլն, հայտնվում եմ 30-40 տարբեր տնտեսվարողների, մարդկանց, կառույցների տնօրինության տակ, ովքեր դրանք պահում են մի քանի օրից մինչև մի քանի ամիս ժամկետով։ Տեսեք, էլի համեմատության համար գիտություն ու տեխնոլոգիան զարգացել է, 20 տարի առաջ ես ոչ մի հատ չէի նկարվում, հիմա իմ պատկերը Հեչից մի 30-40 տարբեր մարդիկ ու կազմակերպություններ ձեռք են բերում ու ունենում են։ Սա էլ ցույց է տալիս, թե ինչպես է անձնական տվյալների մշակման պայմանները փոխվել։ Էլի մի լավ օրինակ էլ կա, որը կապված է սոցիալական ցանցերի ու համացանցի հետ։ Իմ նկարը, որը ես արել էի հասարակ ժապավենով ու տարել պրայավկա էի արել, լուսապատճենել էի, եթե նայենք, հասանելի էր մենակ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես գտնվում էին իմ լուսանկարի կողքին։ Առանց իմ համաձայնության իմ նկարը հավանաբար կտեսներ մենակ այն մարդը, ում մաման ալբոմում ցույց էր տալիս, ու վերջ։ Հիմա համացանցում ներբեռնված իմ նկարը, եթե ես իրան բոլորին հասանելիություն եմ տվել, սկզբունքորեն հասանելի է անկախ պետական սահմաններից եւ բոլորին։ Ու մեծ հաշվով հավերժ։ Ճիշտ է, ոչինչ հավերժ չի ըստ էության, բայց եթե նայենք այսօրվա համացանցի կանոնները, ոչ միտեղ համացանցի կամ Facebook-ի վերջանալու ժամկետ գրված չէ։ Այսինքն, եթե մի բան դնում եմ այնտեղ, ապա ինքը իմ կյանքի տևողության տեսանկյունից մեծ հաշվով հավերժ անընդհատ այնտեղ է լինելու։ Ու սկզբունքորեն բոլոր 8 միլիարդ մարդիկ ունեն առնվազն հնարավորություն իմ այդ նկարը տեսնելու, անկախ նրանից փաստացի կտեսնեն թե չէ։ Ձեզնից յուրաքանչյուրն եք, եթե հիմա օրինակ հետաքրքրասիրությունից դրդված Facebook-ում ինձ պոիսկ տա իմ անուն ազգանունով որոնի ու գտնի, կտեսնի իմ բոլոր նկարները, որոնք ես հանրամատչելիորեն այնտեղ տեղադրել եմ։ Սա ցույց է տալի էլի ոնց է գիտությունն ու տեխնոլոգիան փոխում տվյալների մշակման եւ ծավալները եւ պայմանները։ Սա երկրորդ ճիշտն էր, որի մասին ուզում էի խոսել։ Առաջին ճիշտը ըստ էության դառնում է այն, որ անձնական տվյալները զգայուն են եւ որ անձնական տվյալները ահավոր շատ են օգտագործվում տարբեր պայմաններով, ավելի շատ են գնալով մշակվում։ Ու կա երրորդ առանձնահատկություն, որը Հայաստանի հետ է կապված։ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք բավականին ուշ են ընդունել 2015 թվականին։ Եվ 2015 թվականին արդեն շատերը ունեին եւ հեռախոսներ, եւ օգտվում էին համակարգիչներից, եւ ունեին շատ տվյալներ, որոնք որևէ ձևով մշակում են, դպրոցներ օրինակ ծավալուն տվյալներ ունեն իրենց մոտ սովորած երեխաների, իրենց մոտ աշխատողների վերաբերյալ եւ այլն, բայց չունեին լավ կարգավորում։ Ու այնպես է ստացվել, որ սովորաբար Հայաստանում անձնական տվյալները մշակվել են իներցիայով, ով ոնց պատկերացնի։ Ու երբ մենք 2015 թվականին ընդունեցինք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ու սկսեցինք տարբեր ոլորտներ ստուգել, պարզվեց, որ
քարը վերցնես շպրտես, ուր կպավ այնտեղ անձնական տվյալների պաշտպանության խնդիր կա։ Հիմա հաջորդ արտահայտությունը երևի սադրիչ կթվա, բայց կա կանխավարկած, որ օրինակ ձեզնից յուրաքանչյուրի դպրոցում, օրինակ, 3 անձնական տվյալների պաշտպանության հիմքի առնվազն մի խախտում է եղել, նույն այսօր եւ վաղը նույնպես լինելու է։ Իհարկե չեմ կարող պնդել, որ իսկապես եղել է, բայց կանխավարկած է դա, այդքան տարածված են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումները, որ կարելի է պնդել, որ գրեթե ամենուր այդ խախտումները ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում։ Այս 3 պատճառներն են, թե ինչի այս թեման առհասարակ գոյություն ունի, որտեղ անձնական տվյալները զգայուն են, գնալով ավելի շատ են մշակվում, գրեթե ամենուր ունենք խնդիր։ Մեզ մոտ կառավարությունը իր 2021-26 թվականների միջոցառումների ծրագրով ընդունել է 2 համակարգային խնդիր անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Նախ ընդունել է, որ մենք տարբեր ոլորտներում, անգամ եթե դա օրենսդրությամբ կարգավորված ոլորտներ են, միևնույնը կան անձնական տվյալների պաշտպանության խնդիրներ, այսինքն միշտ չէ, որ ապահովում են տվյալների հետ վարվելու կանոնները։ Եվ երկրորդ մեծ խնդիրը պետությունն ընդունել է, որ մենք հանրային հարաբերությունների բոլոր ոլորտներում, եւ մասնավոր, եւ պետական, եւ համայնքային, այդ բոլոր ոլորտներում ունենք անձնական տվյալների պաշտպանության կանոնների վերաբերյալ գիտելիքների եւ իրազեկման պակասի խնդիր։ Շատ քիչ են իրականացվում ուսուցումներ, շատ քիչ է լինում, որ մարդիկ կամ կազմակերպությունները կարողանում են ժամանակ գտնել ու անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրականացնել իրազեկման արշավներ իրենց մոտ։ Ու այս համակարգային խնդիրների նշած 3 պայմանի հետ միասին ձևավորել են այս օրակարգը, որ այսօր գրեթե բոլոր ոլորտներում կա անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ ուսուցումներ, վերապատրաստումներ, սեմինարներ կամ աշխատանքային քննարկումներ անելու անհրաժեշտություն։ Ու դրա համար այս թեման նաև կա այսօր ձեզ համար։ Գևորգ ջան, մինչև Ես երևի այս պահին սպասեմ, եթե չեմ հասցրել հետևել արդյոք, որևէ մեկը հարց տվել է, եթե չէ, ապա կանցնեմ միանգամից երկրորդ բլոկին։ լսում ես ինձ, Գևորգ։ Շատ լավ լսում եմ։ Հարց ունենք այստեղ չաթում, Վիոլետա Հովսեփյանն է հարցնում, արդյոք հնարավոր է պաշտպանել անձնական տվյալները ամբողջությամբ, մի քիչ Մի քիչ ընդհանուր հարց է։ հա, բայց Այո, անձնական տվյալները հնարավոր է ամբողջությամբ պաշտպանել։ Դա չի նշանակում, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումներ չեն լինելու։ Բայց դա նշանակում է, որ հնարավոր է կիրառել կառուցակարգեր, ունենալ հմտություններ նրա համար, որ նվազագույնի հասցնեն մարդու տվյալներին անօրինական միջամտություն։ Ու անձնական տվյալների պաշտպանություն, նորից եմ ասում, չի նշանակում անձնական տվյալները գաղտնի պահել։ Այսօր մեր սահմանադրությունը մեզ հաշվով տալիս է անձնական տվյալների պաշտպանության հետևյալ բանաձևը։ Անձնական տվյալների պաշտպանությունը այդ այն դեպքն է, այն վիճակն է, երբ որ անձնական տվյալների հետ ճիշտ են վարվում։ Իսկ թե որն է անձնական տվյալների հետ ճիշտ վարվելը, դրա մասին կխոսենք մոտավորապես մի 20 րոպեից մեր հանդիպման վերջին բլոկում։ Այս բլոկում դեռ հիմա կամաց անցնում եմ երկրորդ բլոկին։ Երկրորդ բլոկում պետք է ձեզ մի քիչ պատմեմ, թե ինչի են անձնական տվյալները ամեն դեպքում համարվում կարևոր ու զգայուն արժեքներ, որտեղ միևնույն է մենք խոսեցինք, չէ, նրա մասին, որ ես այսի որ անձնական տվյալները զգայուն են ու տարօրինակ կլինի, եթե ես ձեզ չպատմեմ, թե այդ ինչ զգայունության մասին է խոսքը։ Ուրեմն մի հատ պատամ մինչև երկրորդ հատվածին անցնելը նման հարց կա, թե օրինակ, երբ որ դպրոցները նախակրթական ուսումնական հաստատությունները, ասենք Facebook-ի էջեր են վարում ու գրում են միջոցառումներից տարբեր նկարներ, վիդեոներ, լայվեր, ինչպես է կարգավորվում այդ գործընթացը, լավ բան կա այսօրվա մեր հանդիպման բովանդակությունում, ու այդ լավ բանը այն է, որ այն կանոնները, որոնք որ ձեզ համար նախապատրաստել եմ, ունիվերսալ կանոններ են, ու այդ ունիվերսալ կանոնները որպես բանաձև յուրաքանչյուրը կարող է վերցնել դպրոցը, մանկապարտեզը ու դնել անձնական տվյալների մշակման դեպքի վրա, ասենք երեխայի տվյալը հրապարակվել է Facebook-ով, ծնողի տվյալը հրապարակվել է ծնողական ժողովի ընթացքում, դասատուի մասին տեղեկությունը դպրոցը հրապարակել է մեյլերով ուրիշ դասատուների համար եւ այլն։
կապ չունի, ինչ իրավիճակ ուզում է լինի։ Իմ ասած կանոնները, դրանք 3-ն են լինելու, կարելի է վերցնել որպես բանաձև, դնել այդ դեպքի վրա ու պարզել, եթե կլինի շեղում, ուրեմն կա անձնական տվյալների պաշտպանության խնդիր։ Եթե չի լինի շեղում, ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Այս հարցի վերջնական պատասխանը, թե այդ ինչ 3 հիմնական բանաձևային կանոնների մասին է խոսքը, ելի վերջի բլոկում անձնական տվյալների հետ վարվելու կանոնների մասին խոսելիս։ Ես քանի որ արդեն երկրորդ հարցն է նույնի վերաբերյալ, ես կկարողանամ տվյալների զգայունության մասին մի քիչ ավելի արագ պատմել, որ մեծ ժամանակ ավելի թողնենք հետո տվյալների հետ վարվելու կանոնների քննարկմանը, որ եթե հարցեր լինեն, կարողանանք ավելի շատ ժամանակ դրան տրամադրել։ Հիմա անցանք տվյալների զգայունության։ Եթե տեսնում եք էկրանում, զգայուն տվյալների տակ գրված է անձնական կյանքի տվյալ։ Մեր օրենսդրությունը զգայուն տվյալները բաժանել է 3 կատեգորիայի ու տարբեր անվանումներ է տվել։ Դրանցից մի խումբը կոչվում են անձնական կյանքի տվյալներ։ Անձնական կյանքի տվյալները մարդու մասնավոր կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նմանատիպ այլ տեղեկություններ են։ Հիմա ինչի է օրենքը համարում, որ այս տվյալները զգայուն են։ Այս տվյալները իրենց էությամբ շատ մոտ են մարդուն ու ինտիմ են, բարի լայն իմաստով։ Սովորաբար մարդկանց մեծամասնությունը, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը չի սիրում, որ ուրիշները քթները խոթում են մարդու այս իր անձնական կյանքի մեջ։ Օրինակ անձնական կամ ընտանեկան կյանքի տեղեկություններ են ամուսինների հարաբերությունները, երեխա ծնող, տատիկ-պապիկ թոռիկներ հարաբերությունները, ամուսնության հանգամանքները, ամուսնալուծության հանգամանքները։ Մի շատ տիպիկ օրինակ կա, որը շատ լավ ցույց է տալիս այս անձնական կյանքի տվյալի զգայունությունը։ Այ ընտանեկան կյանքի ու ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ։ Մի sense բան կա, որ երբ աղջիկն ու տղան ընկերություն են անում, ու մի 3 տարի ընկերություն են անում, հələ ձենձուն չկա իրանց հարսանիքից, առածված բան է, որ ծանոթը, բարեկամ են, որ նոր տարի կարող է հանդիպեն կամ միամիտ փողոցում տեսնեն, սկսում են հարցնել, բա ինչ կա, բա չեք ամուսնանում, բա խի չեք ամուսնանում, բա երբ եք ամուսնանալու։ Կամ եթե մարդիկ ամուսնանում են ու մի երկար ժամանակ երեխա չեն ունենում, էլի մի 2 տարի, էլի մարդիկ հանդիպում են, սկսում են հարցնել, բա ինչ կա, բա երեխա չես ուզում, բա երբ ես ունենալու, բա երբ եք նախատեսում, արդեն ժամանակ, արդեն ուշացնում եք եւ այլն։ Երեխա ես ունենում, ասում բա երկրորդին երբ եք ունենալու, երկրորդին նույն սեռի ես ունենում, 2 կամ ավելի երեխա, ասում բա մի հատ էլ այն մյուս սեռի երեխա չես ուզում, 3 երեխա ես ունենում, ասում բա հերիք չի եւ այլն։ Անընդհատ այս հարցը կա։ Հիմա արդյոք ճիշտ է, արդյոք ճիշտ է պնդումը, որ տենց հարց լսող մարդը միշտ դնում ծերից իր կյանքը պատմում է դիմացինին։ Սովորաբար ոչ։ Սովորաբար, երբ որ հարց են տալի, թե ինչի չես ամուսնանում կամ երբ ես ամուսնանալու կամ երբ ես երեխա ունենալու, այդ հարցը լսող մարդը ցրում է դիմացինին։ Երբեմն որոշները կարող դաժե կողմ։ Հիմա անկախ նրանից, այդ այս իրավիճակը ծանոթ է, անկախ նրանից մարդկանց մտքում անձնական տվյալների պաշտպանություն կամ անձնական կյանքի տվյալ այս հասկացությունները կան թե չկան, սա մաքուր անձնական տվյալների պաշտպանության իրավահարաբերություն է, երբ սեփական անձնական կյանքի, ընտանեկան կյանքի մասին հարց լսած մարդը չի ուզում, որ դիմացինը այդ տեղեկությունները ստանա, ու դիմացինի համար դա սահմանափակում է դիցուք ցրելով։ Սա մաքուր անձնական տվյալի պաշտպանությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են անձնական կյանքի տվյալները մարդկանց համար զգայուն։ Ու բնականաբար այսօր շատերս կարող է մեր անձնական կյանքից այս կամ այն դրվագը հրապարակային դարձնենք։ Օրինակ, ես գնամ լողավազան, լողավազանից նկարվեմ ու հրապարակեմ։ Կամ վերջերս գնացել էի հանգստանալու, հանգստից ինչ որ նկարներ էի հրապարակում։ Դա բացի այն, որ իմ պատկերն է, նաև իմ անձնական կյանքի, իմ ժամանցի, ֆիզիոլոգիական պահանջմունքների, հանգստի, զգացման կամ զգացմունքների մասին ինֆորմացիա, որը ես օրինակ Facebook-ով տարածում եմ։ Դա շատերն են անում։ Մեկը իր ինչ-որ մեկի ծննդից է նկար հրապարակում, մյուսը իր ընկերուհուն է վաղուց հանդիպել, չէին տեղեցել, ինչ-որ կաֆեից, սրճարանից է նկարում հրապարակում, ասում է վերջապես հանդիպեցինք։ Այսինքն կյանքից տարբեր դրվագներ հրապարակում են։ Հիմա սա ընդամենը դրվագներ են, ակնթարթներ են, ծովում կաթիլներ են։
Ես կարող եմ լողավազանից նկար հրապարակեմ, բայց եթե դուք այդ նկարը նայեք, դուք մենակ ստանալու եք տեղեկություն իմ անձնական կյանքի այդ մի ակնթարթի մասին։ Դուք չեք իմանալու, թե ես դրանից առաջ ինչ արեցի ու դրանից հետո ինչ արեցի։ Արդյոք դրանից հետո գնացի միանգամից հաց ուտելու, թե լավ տրամադրություն ունեի, գնացի շարունակեցի լողավազանում ուրախանալը, թե վատ տրամադրություն ունեի, գնացի տուն։ Միգուցե փորձ ցավում էր, գնացի զուգարան, կամ առավոտյան ինչ ոտից եմ զարթնել, ինչ եմ նախաճաշել եւ այլն։ Ու եթե նայենք մարդու ամբողջ կյանքի, ամբողջ տևողության տեսանկյունից, ապա այսօր մեծամասնությանս հրապարակած տեղեկությունները մեր կյանքի մասին ծովում ընդամենը կաթիլներ են։ Ու 99,99%-ը մեր մասնավոր կյանքի միևնույն է շարունակում է մնալ մեր բացառիկ տիրապետության ներքո, ու մենք սովորաբար չենք սիրում ուրիշներին դա հաղորդակից դարձնել։ Անկամ եթե ինչ-որ մեկին հանդիպում ու երկար բարակ պատմեմ իմ կյանքի ինչ-որ դրվագի մասին, որտեղ ասենք մոտ ընկերս է, միևնույն է, այնպես չի, որ ես իմ ամեն կյանքի ամեն ակնթարթն եմ պատմում, մեծ մասը շարունակում է մնալ իմ մասնավոր, իմ անձնական։ Դրա համար է, որ անձնական կյանքի տվյալները ունեն զգայունություն, որտեղ սա շատ մոտ է մարդու կյանքին, ու նման տվյալներին անօրինական միջամտությունը մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման, այսինքն մարդու կյանքի գաղտնիության խախտման։ Դրա համար է, որ այս տվյալները համարվում են զգայուն օբյեկտիվորեն։ Այս հատվածում մի հատ ընդմիջ է, մենք քանի որ թվային անվտանգության թեմայով ենք նաև խոսում, դու նշեցիր, որ ծովում կաթիլներ են, բայց շատ հաճախ, երբ որ խոսում ենք անվտանգության թեմայի մասին, սոցիալական ինժեներիայի մասին, չարամիտ մարդիկ տարբեր հարթակներում սոցիալական մեդիայի, հա, մեր կողմից հրապարակած կամ մեր ընկերների կողմից մեր մասնակցությամբ հրապարակված տեղեկությունները շատ հաճախ համադրում են ու կարողանում են այդ համադրման արդյունքում որոշակի օբյեկտիվ եզրակացություններ ունենալ մեր գործունեության մասին։ Այս հարցին հիմա չեմ պատասխանի, որտեղ դրան կպատասխանեմ ուղիղ 3 սլայդ հետո։ Հանրամատչելի անձնական տվյալների ռիսկերը ներկայացնելիս։ Հիմա անցնենք մյուս օբյեկտիվորեն զգայուն անձնական տվյալներին, ավելի արագ կգնանք, կենսաչափական անձնական տվյալներ, դրանք անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, կենսաբանական առանձնահատկություն բնութագրող տեղեկություններ են։ Կենսաչափական անձնական տվյալը օրինակ մարդու մատնահետքը, ստորագրությունը, լուսանկարը, աչքի ծիածանա թաղանթը, ԴՆԹ-ն, դեզօքսիռիբոնուկլեինաթթուն, ձայնը, ինչի են այս տվյալները նաև հաճախ կոչվում են բիոմետրիկ, երևի լսած կլինեք են բիոմետրիկ նկարները, որ դեսպանատները ուզում են վիզա տալու համար։ Այս տվյալները երկու առանձնահատկություն ունեն, իրենք որպես կանոն շատ մոտ են մարդուն, եւ որպես կանոն այս տվյալներով հնարավոր է մարդուն անսխալական նույնականացնել։ Օրինակ, դուք չեք կարող ինձ լուսանկարել, եթե չլինեմ ես։ Պիտի լինեմ, որ ինձ կարողանաք լուսանկարել հենց։ Կամ եթե ես չկամ, չեք կարող ունենալ իմ մատնահետք։ Կարող եք վերցնել սեղանի վրայից իհարկե իմ մատնահետքը, բայց ելի ես իմ մատով պիտի թողած լինեմ դա։ Ինչ են այս տվյալները օբյեկտիվորեն համարվում զգայուն, որովհետև ինչքան շատ ունես մարդու մասին բիոմետրիկ տվյալներ, այնքան հեշտ է դառնում հանդես գալ այդ մարդու անունից, գողանալ այդ մարդու ինքնությունը։ Այ պատկերացնեք, հիմա ես եթե Facebook-ում մի էջ բացեմ ու անունը Facebook-յան էջի գրեմ ուղղակի Ալեքսանդր, լատինատար։ Ոչ նկար դնեմ, ոչ հասցե, ոչ մի այլ տեղեկություն չդնեմ։ Ու դուք միամիտ հանդիպեք այդ էջին, լրիվ դատարկ էջը, ուղղակի անունը լատինատար Ալեքսանդր։ Այ ինչքանով է հավանականությունը, որ կմտածեք, թե այդ էջը հենց մեր բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ու այս սեմինարի կազմակերպիչ Ալեքսանդրի էջն է։ Գրեթե 0 է հավանականությունը, չէ՞, որովհետև 1000 ուրիշ Ալեքսանդրներ կան, հայ եւ ոչ հայ, լատինատար եւ այլ կերպ գրված։ Բայց եթե ես ունենամ նաեւ Ալեքսանդրի լուսանկար, տեղադրեմ այդ էջում, ով տեսնի կմտածի այդ Ալեքսանդրը։ Կապ չունի կհավատա թե չէ։ Անկամ եթե բոլորը հասկանան, որ դա կեղծ էջ է Ալեքսանդրինը չի, միևնույն է բոլորը կնույնականացնեն այդ էջը Ալեքսանդրի հետ։ Սա տիպիկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչքան է հեշտ, ինչքան շատ ունես մարդու մասին բիոմետրիկ տվյալ, մարդուն անսխալական նույնականացնող տվյալ, այնքան ավելի հեշտ է դառնում այդ մարդու անունից հանդես գալը։ Հիմա եթե ես գնամ ինչ-որ մեկի մոտ, ով ձեզ կյանքում չի տեսել, բայց ունի ձեր ստորագրությունը։ Ու ես
չունենամ ձեր ստորագրությունը, ինչ որ բան խզբզեմ։ Հավանական է, որ այդ մարդը աչքով կտեսնի, որ դա դուք չեք ստորագրել ու կկասկածի, որ իսկապես ես հանդես չեմ, ես դուք չեմ ու կհասկանա, որ ես փորձում եմ գողանալ ձեր ինքնությունը։ Բայց եթե ես ունենամ ձեր ստորագրությունը, շատից քչից մի օր էլ տանը պարապած լինեմ, նման ստորագրեմ, ապա դժվար թե այդ մարդը աչքով կարողանա ձեռագրաբանական փորձականություն անել, հավանաբար ես այդ մարդուն կկարողանամ խաբել։ Կամ եթե ես գտնեմ ինչ-որ մեկի անձնագիրը ու տեսնեմ, որ ինձ մի քիչ նմանոտ մարդ է, գնամ տուն ինձ սկսեմ շատ նմանացնել այդ մարդուն։ Ակնհայտ նմանությունները ընդգծեմ, ակնհայտ աննմանությունները քողարկեմ, ասենք այնտեղ թրաշ, մազերի ձև եւ այլն, ակնոց դնեմ, պետք եղավ մազերը նման չեն, գլխարկ դնեմ, մազերը այլ գույն են, ներկեմ եւ այլն, գնամ ինչ որ միտեղ փորձեմ այդ մարդու անունից, ասենք SIM card առնել իր անձնագրով։ Ինչքանով է հավանական, որ ինձ այդ գանձապահով հեռախոսի քարտ է վաճառում, կհասկանա, որ ես ուրիշի անձնագրով եմ առնում այդ հեռախոսը։ Միգուցե չհասկանա, որովհետև Աստված տվել չի խնայել, նա մեր շատերի անձնագրերի ու նույնականացման քարտերը կարող է լինել 9-10 տարվա վաղեմություն ու մարդը էականորեն փոխված է։ Հետևաբար, եթե ես ունենամ մարդու բիոմետրիկ տվյալները շատ, ինչքան շատ ունենամ, այնքան ավելի հեշտ կկարողանամ այդ մարդու անունից հանդես գալ։ Սա է պատճառը, որ կենսաչափական անձնական տվյալները ունեն օբյեկտիվ զգայունություն, իրանք մեծացնում են մարդու ինքնությունը գողանալու հավանականությունը։ Անցնենք հաջորդին, հատուկ կատեգորիա անձնական տվյալներ, մինչև այդ եթե հարցեր ունեք գրեք, մեկը այս հատուկ կատեգորիայի մասին պատմում է։ Նայեք այս տվյալի հասկացությունը հիմա ձեր էկրանի վրա։ Անձի ռասական, ազգային պատկանելիության կամ էթնիկ ծագման, քաղաքական, կրոնական, փիլիսոփայական հայացքների ու համոզմունքների արկումիտեին անդամության առողջական վիճակին կամ սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ։ Եթե հիմա այս մեր սեմինարից հետո գնաք ու ստուգեք տարբեր իրավական ակտեր, ապա կտեսնեք, որ նման ցանկ գոյություն ունի տարբեր ակտերում խտրականությունը արգելող հոդվածներում։ Եվ արգելվում է խտրականությունը անկախ անձի ռասայից, ազգային պատկանելիությունից, էթնիկ ծագումից, մարդի գույնից, քաղաքական կրոնական հայացքներից, սեռից, առողջական վիճակից եւ այլն։ Այս տվյալների զգայունությունը հենց նրանում է օբյեկտիվ, որ իրանք մեծացնում են մարդուն խտրականության ենթարկելու ռիսկը։ Էլի սա չի նշանակում, որ նման տվյալներ չեն կարող օգտագործվել։ Օրինակ, երբ ես գնում եմ բժշկի, բժիշկը ինձ հարցնում է իմ առողջական վիճակի մասին, ու ես չեմ ասում, որ դա խտրականություն է, որովհետև քասի տղա ջան, ասա ինչ է դա ցավում, որ իմանամ ինչ դեր նշանակե։ Բայց երբեմն լինում է, երբ հատուկ կատեգորիայի պահանջված տվյալը չի համընկնում նպատակի հետ։ Օրինակ, գնամ հաց առնելու, ինձ հաց վաճառողը ասի քաղաքական հայացքներից, որ հաց ծախեմ, ասա որ կուսակցությունից ես, որ հաց ծախեմ։ Ինչ կապ ունի։ Հաց առնելու համար երբևէ քաղաքական հայացքներ անհրաժեշտ չեն եղել, անհրաժեշտ է միայն հացի արժեքով գումարու վերջ։ Երբ որ այսպես նպատակը շատ տարանջատված է, չի հիմնավորվում, թե ինչի է այդ տվյալը պետք, սա միանգամից կարող է խտրականության կասկած առաջացնել, չէ՞, որովհետև հաց առնելու իրավունք ունեն բոլորը անկախ քաղաքական հայացքներից, հետևաբար ինչի ես հարցնում ինձ իմ քաղաքական հայացքները կամ կուսակցական պատկանելիությունը մի հատ հաց վաճառելու համար։ Սա էլի տիպիկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ոնց կարող է հատուկ կատեգորիա անձնական տվյալների սխալ կիրառումը մեծացնել խտրականության ռիսկը։ Այդպիսի մի դեր եղավ կովիդի ժամանակ, երբ Գեղարքունիքի մարզում, եթե չեմ սխալվում, Գավառում էր երկար ժամանակ վարակակիր չկար ընդհանրապես, հետո մի ընտանիք վարակվեց։ Ու առողջական վիճակի մասին այդ տեղեկությունը, որ մի ընտանիք վարակվել է կովիդով, բժիշկները լավ չկարողացան պահել որպես բժշկական գաղտնիք, արտահոսեց ու քաղաքի մյուս բնակիչները իմանալով, որ իրենց համայնքակիցը հիվանդացել է կովիդով, գնացին ու տան վրա սկսեցին ինչ-որ պոմիդորներով, ձվերով խփել, վիրավորական բաներ գրել։ Մենակ մարդու առողջական վիճակի մասին տեղեկության սխալ օգտագործումը հանգեցրեց նրան, որ այդ մարդը արժանացավ խտրական վատ վերաբերմունքի։ Նույնը վերաբերում է կրթական հաստատություններում այն ցանկը մարդկանց մասին տեղեկությունների, երեխաների, աշակերտների մասին տեղեկությունների, որոնք ընդունելության ժամանակ պիտի վերցվեն աշակերտներից, պիտի հիմնավորված լինեն ու չառաջացնեն խտրականության կասկած։ Հակառակ դեպքում իրանք մեծ հաշվով տվյալների զգայունության այդ չափանիշն ու ցենզը չեն անցնի։ Ես խոստացա, որ 2 սլայդ հետո կխոսեմ այն տվյալների մասին, որոնք կապված են համացանցում շատերից հրապարակված տեղեկությունների հետ։ Զգայուն տվյալները վերջացրեցինք, բայց կա տվյալների մի խումբ, որ կոչվում է հարամատչելի տվյալներ։ Սա արդեն տվյալների կարգավիճակ չի, տվյալների ռեժիմ։
տեսակ չի, ռեժիմ է, ինչ նշանակում հանրամատչելի անձնական տվյալ։ Հանրամատչելին այդ տեղեկություններն են, որոնք կամ օրենքով, կամ մարդու գործողություններով ու համաձայնությամբ, կամ եթե նման դեպք չի եղել, կարող է եղել է Մարտունիում կամ Վարդենիսում, բայց ես 100% հիշում եմ, որ դա Գեղարքունիքի մարզում էր, միգուցե եւ Գավառում չէր։ Բայց տենց բան եղել է Հայաստանում հաստատ, որտեղ ինքը հանրային մեծ քննարկման առարկա է դարձել։ Եթե Վարդենիսից կամ Մարտունուց կամ Գեղարքունիքի այլ քաղաքներից մարդիկ կան, ես հիշում եմ, որ բավականին մեծ քաղաքում էր, կարող են արձագանքել ու ասել, թե այդ որ քաղաքում է նման դեպք եղել, կամ եթե համանման դեպքեր եղել են ձեր քաղաքներում, ուրեմն մտներում եք պահեք, թե ոնց կարող էր մարդը իր բանի պատճառով, առողջական վիճակի պատճառով խտրական վերաբերմունքի ենթարկվել։ Ես մի հատ լավ օրինակ եմ հիշել, որ ինձ պատմել էին։ Սա մի տեսակ դարձել է քաղաքային լեգենդ, ու շատ էր առաջ դրա մասին խոսվում, ասում են, որ հատկապես մարզերում, հատկապես երբ այնպիսի համայնքներ են, որոնց բնակչությունը փոքր ու մեծամասամբ իրար ճանաչում էին, երբ որ աղջիկն ու տղան ընկերություն էին անում ու բանը հասնում էր ամուսնությանը, տղայի բարեկամները գնում էին համայնքային պոլիկլինիկա ու ճշտում էին աղջկա հիվանդությունների պատմությունը, ծանոթանում են անկետային բարձ ասած, որ հասկանային արժի արդյոք այդ աղջկան հասկանել, թե չէ։ Սա մի քաղաքային լեգենդ է այն իմաստով, որ ես կոնկրետ անուններ չգիտեմ, բայց սա չափազանց վատ օրինակ է, մի քիչ զավեշտալի միգուցե, բայց օրինակ է նրա մասին, թե ոնց կարող է մարդու առողջությունը այդ մարդու նկատմամբ չափազանց խտրական վերաբերմունքի մինչև հասցնել նրան ամուսնանալ այդ մարդու հետ թե չէ, հիմք հանդիսանում։ Սա օրինակ այդպիսի օրինակներ են պատմել։ Միգուցե ձեր մտքով նման բան անցնի, շատ են մեր մասնակիցները կարող է իրականում նման դեպքի հանդիպած լինել։ Բայց սա նույնպես մեծ հաշվով մարդու հատուկ կատեգորիա անձնական տվյալները խտրական եղանակով օգտագործելու ռիսկի տիպիկ դրսևորումներ են։ Հետ գամ հանրամատչելի անձնական տվյալներին։ Ուրեմն ինչի է մեզ հանրամատչելի անձնական տվյալների մասին պատմում այս գայունության կոնտեքստում։ Հանրամատչելի անձնական տվյալ կարող է դառնալ ցանկացած անձնական տվյալ, եւ հատուկ կատեգորիային է, եւ կենսաչափականը, եւ անձնական կյանքի տվյալը, եւ ցանկացած այլ անձնական տվյալ, որը չի մտնում այս գայունների մեջ։ Բայց հիմա ինչի եմ ասում, որ հանրամատչելի անձնական տվյալներին պետք է ուշադրություն դարձնել։ Մարդիկ ունեն իրենց տվյալները պաշտպանելու իրավունք, ասենք պահանջելու, որ ուրիշը չօգտագործի։ Բայց երբ որ տվյալները դառնում են հանրամատչելի, մարդը որոշակիորեն կորցնում է այդ տվյալները պաշտպանելու գործիքները, այսինքն իրավունքը պաշտպանում է, բայց գործիքները կորցնում է։ Տեսեք ինչ նկատի ունեմ։ Այ պատկերացրեք, ես Facebook-ում գցել եմ իմ նկարը։ Մեկ էլ Telegram-յան ինչ-որ ալիքով իմ նկարը սկսում են անանուն մեկը տարածել։ Ես ունեմ արդյոք իմ այդ տվյալը պաշտպանելու իրավունք, իհարկե, ունեմ արդյոք իրավունք պահանջեմ, որ իմ տվյալի անօրինական շրջանառումը Telegram-ում դադարեցնեն։ Իհարկե ունեմ այդ իրավունք։ Ուզում եմ այդ իմ իրավունքը իրացնեմ։ Գնում եմ մեր անձնական տվյալների պաշտպանության գործակալություն ու ուզում եմ դիմում գրել։ Այդ թղթի վերևի աջ անկյունում ում դեմ եմ դիմումը գրելու։ Որ ես չգիտեմ ում եմ տվել իմ տվյալը։ Ով ասես, այս աշխարհի վրա կարող եմ այդ տվյալը քարտել, դաունլոդ անել ու գցել Telegram-յան անանուն ալիքներով տարածել։ Այ ես եղավ, որ իմ տվյալը հանրամատչելի դարձնելով, թեև շարունակում եմ պահել իմ այդ տվյալները պաշտպանելու իրավունքը, բայց կարող է կորցնեմ հնարավորությունները։ Այ դրա համար է, որ հանրամատչելի անձնական տվյալները այս գայունության համատեքստում ասում եմ, ուստեղ անդրադառնալով Ալեքսի հարցին, պատասխանը հետևյալն է. մենք չենք կարող դառնալ Ռոբինզոն Կրուզոներ ու չօգտվել համացանցից, բայց երբ մեր տվյալները դարձնում ենք հանրամատչելի, պետք է մտքում կամ կառուցակարգերով, կամ եթե դպրոցն անում, ապա իր ընթացակարգերով ու ներքին ակտերով, եթե դա անում է պետական որևէ մարմին, ապա իր ընդունած օրենքներով եւ այլն, այդ ամեն ինչով պիտի գնահատենք տվյալի զգայունությունը ու հնարավոր ազդեցությունը մարդու կյանքի վրա։ Սա շատ լավ կետ է նաեւ տեղից անցնելու տվյալների հետ վարվելու կանոններին, ու այդ տվյալների հետ վարվելու կանոնների մեջ կա մի համաչափության կանոն, որը շատ հաճախ թույլ է տալիս ստուգել արդյոք տվյալները ճիշտ են մշակում թե չէ, արդյոք արժի այս կամ այն անձնական տվյալը հրապարակային դարձնել։ Եթե մինչև հիմա այլ հարց չկա, անցանք առաջ։
Մեզ մնացել է մի 20 րոպե, 20-25 րոպե, ու այդ ընթացքում պիտի կարողանանք անցնել այս 3 կանոնի վրայով անձնական տվյալների մշակման։ Սա այն 3 կանոններ են, որոնք ձեզ խոսք էի տվել, որ կկարողանաք կիրառել ցանկացած դեպքում, թեկուզ այն դեպքերում արդյոք արժի որևէ լուսանկար երեխայի հրապարակել, թե ոչ։ Առաջին կանոնը կոչվում է օրինականության սկզբունք։ Օրինականության սկզբունքի դա անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 4 հոդվածով է նախատեսված, կարող եք հետո բացել ու կարդալ, առհասարակ խորհուրդ կտամ, եթե ժամանակ գտնեք, անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը բացեք ու հատկապես առաջին մի 8 հոդվածը կարդաք, ոնց որ կկարդաք ինչ-որ գեղարվեստական երգ կամ պատմվածք։ Ուղղակի կարդաք զուտ նրա համար, որ ծանոթ լինեք դրան ու կհիշեք ավտոմատ նաև այն ամեն ինչ, ինչ ես եմ ձեզ ասում հիմա։ Ուրեմն ինչ է օրինականության սկզբունքի բուն էությունը։ Օրինականության սկզբունքի իմաստը այն է, որ ցանկացած անձնական տվյալների մշակում պիտի ունենա օրինական նպատակ։ Օրինական, այսինքն օրենքին չհակասող, եւ որոշակի, այսինքն կոնկրետ նպատակ պիտի ունենա։ Եթե տվյալի մշակման նպատակը անորոշ է, ոչ հստակ է, ապա դա համարվում է արդեն ապօրինի ու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտող։ Ես այդտեղ մի օրինակ ունեմ, որը անձամբ եմ դրան առնչվել, երբ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ էի, մի ժամանակ առիթ եղավ ստուգել որոշ դպրոցներում տեսահսկում, այսինքն տեսախցիկների օգտագործումը։ Ու մենք ասում ենք, որ անձնական տվյալը տվյալի տեսակ է, չկա ոչ մի օրենք, այդ թվում նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որը ասի, որ չի կարելի դպրոցում տեսախցիկ օգտագործել։ Կա տենց բան։ Չի կարելի մարդկանց նկարել։ Կա տենց արգելք։ Կան կանոններ, եթե նկարահանումը այդ կանոնների շրջանակում տեղավորվում է, լավ, եթե չէ։ Այդ կանոններից մեկը նպատակ ունենալն է։ Ու երբ ստուգում էինք դպրոցներում տեսախցիկների օգտագործումը, հարցերից մեկը, որ այդ վարույթի շրջանակներում բարձրացրեցինք, հարցնելն էր, արդյոք որն է այդ տեսախցիկների կիրառման նպատակ։ Մի դրվագ եղավ, երբ մի դպրոց հետևյալ պատճառաբանությունը բերեց։ Ասաց իմ նպատակն է հանցագործությունների բացահայտումն ու կանխարգելումը։ Հիմա եկեք նպատակների օրինականության ու որոշակիության չափանիշներով ստուգենք, արդյոք այս նպատակը կոնկրետ նպատակ է։ Ահագին կոնկրետ է, լավ էլ կոնկրետ է։ Այսինքն ինքը որոշակի է, այստեղ կարող ենք թռչնակը դնել, պլյուսը դնել, որ վсё, որոշակի նպատակի չափանիշին բավարարեց։ Անցնենք երկրորդ չափանիշին։ Օրինականությանը, արդյոք սա օրենքով նախատեսված նպատակ էր։ Երբ նայեցինք հանրակրթության մասին օրենքը, երբ նայեցինք դպրոցի կանոնադրությունները, պարզվեց, որ դպրոցը չունի հանցագործություններ հսկելու, հանցագործություններ բացահայտելու կամ կանխելու լիազորություն։ Նման լիազորություն ունի ոստիկանությունը, իրավապահ մարմինները, քննչական կոմիտեն։ Ստացվեց, որ դա դպրոցի տեսանկյունից օրինական նպատակ չի, որտեղ չի բխում դպրոցի որևէ օրինական լիազորությունից։ Հետաբար դպրոցը չկարողացավ հաղթահարել առաջին մակարդակի դրակոնին, այդպես խաղերում ա լինում, չկարողացավ հաղթահարել այդ մի պատնեշը, ինքը չկարողացավ ցույց տալ այնպիսի նպատակ, որը միաժամանակ եւ կոնկրետ կլիներ եւ օրինական կլիներ։ Եվ եղավ մի ուրիշ դեպք, երբ դպրոցներից մեկը ասեց, դե գիտեք, ես ուղղակի տեսախցիկ եմ տեղադրել իմ գույքի անվտանգության նպատակով, որովհետև դե կարող է քարով խփեն պատուհանները ջարդեն եւ այլն։ Ստեղ առաջին հայացքից նպատակը օրինական է, որովհետև դպրոցը բացի կրթական հաստատություն լինելուց, հանրակրթական հաստատություն լինելուց, նաեւ կազմակերպություն է, ունի ինչ-որ կազմակերպաիրավական ձև, այսինքն օրինակ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, ՀՕԱ, ունի սեփական գույք ու այդ սեփական գույքի անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու նպատակ։ Ու երբ դպրոցն ասում է, որ ես որպես կազմակերպություն, անկախ նրանից դպրոց եմ, դպրոց չեմ, որպես կազմակերպություն ուզում եմ իմ գույքը պաշտպանեմ ու իմ գույքի նկատմամբ անօրինական միջամտությունը հսկեմ տեսահսկման համակարգերով, դա տեղավորվում է կազմակերպությունների կողմից այդ օրինական նպատակի մեջ։ Բայց պետք է ստուգել արդյոք այս նպատակը հեսա կարգուկանոն հետևելու մասին մի տիպիկ օրինակ կասեմ անպայման Ալետա Հարությունյանի հարցին ի պատասխան, տեսա ձեր հարցը։ Բայց պետք է ստուգել այս նպատակը ինչքանով է ընդհանուր, անորոշ, ուղղակի գլխից վերցրած։
Մենք ասենք շատ լավ, եկեք ստուգենք, թե ձեր դպրոցը երբևէ կա ինչ-որ դրա տակ վիճակագրություն, կա ինչ-որ որևէ տեղեկություն, որը կվկայի, որ այս նպատակը, որ հայտարարում եք, մատից ծծած օրինակ չի։ Դպրոցը պատասխանեց հետևյալ, ասեց, գիտեք ինչ կա, մենք բավականին հին դպրոց ենք, մեր դպրոցում երբևէ ոչ մի անօրինական միջամտություն չի եղել մեր գույքին, вообще նորմալ կարգու կանոնին հետևում ենք, ոչ մի խնդրեմ չի եղել։ Այսինքն թեև քո նպատակը առաջին հայացքից օրինական է, բայց որոշակի չէ, այսինքն կոնկրետ չէ, չափազանց ընդհանուր է, չափազանց անորոշ է, հիմնված չի ինչ-որ վիճակագրության վրա ու իրական կարիքների վրա։ Հետևաբար դպրոցը էլի չկարողացավ հաղթահարի այս նպատակ ունենալու կանոնը, պատնեշը, որովհետև չուներ եւ օրինական եւ կոնկրետ նպատակ։ Անցնենք առաջ ու ես կպատասխանեմ նաև հաջորդ դասին կարգոկանոնին հետևելը, կա երկրորդ կանոնը, համաչափության սկզբունք։ Համաչափության սկզբունքի իմաստը հետևյալն է, երբ որ ունես օրինական ու կոնկրետ նպատակ, անձնական տվյալները պիտի մշակվեն այդ նպատակի համար, նվազագույն քանակով, նվազագույն ժամկետով, պիտանի անհրաժեշտ եւ չափավոր քանակով։ Հիմա եկեք ես օրինակներ պատմեմ, երկու օրինակ պատմեմ էլի դպրոցներից, որոնք վերաբերում էին տեսահսկմանը։ Գնացինք հաջորդ սլայդ տեսահսկման դպրոցներում օրինակ 2։ Ուրեմն դպրոցներից մեկը ասեց, որ իմ նպատակն է հսկել իմ գույքի անվտանգությունը ու բերեց հետևյալ, ոնց որ դպրոցներից նախորդն էր ասել, որ գույքն է ուզում հսկի, բայց բերեց կոնկրետ օրինակ, ասեց, ես դպրոցս նոր եմ հագեցրել։ Բոլոր դասարաններում տեղադրել եմ սմարթ գրատախտակներ, պրոյեկտորներ եւ համակարգիչներ։ Ռիսկը միջամտության էականորեն մեծացել է։ Շատերը եւ նաեւ դրսում տարբեր խուլիգաններ սովորաբար իմանում են, որ այս դպրոցը նոր է վերանորոգում իրականացնել ու թանկարժեք տեխնիկա է սկսել կիրառել։ Մենք նաև մեր հագեցվածության մասին, ասենք, տեղեկություն ենք տարածել, հայտնել ենք ծնողներին, գլուխ ենք գովացել եւ այլն, լավ իմաստով։ Դրա համար մենք իսկապես ռիսկ ենք զգում, որ այս թանկարժեք գույքը պետքա պաշտպանել։ Երկրորդը, ինչ արել է դպրոցը, տեսահսկման համակարգերը չէր նկարում ամբողջ դասարանը, այլ պտտել էր ու նկարում էր միայն ու միայն այդ սմարթ գրատախտակը համակարգիչ, այսինքն այդ հատվածներ նկարում։ Եվս մի լրացուցիչ հարց տվեցինք, այսինքն դպրոց, խնդրում ենք հստակեցրու, քո վերջնական նպատակը ո՞րն է։ Դպրոցը այսպես ասեց, իմ նպատակն է սա, նայեք, ասում է, առավոտը գալիս ենք դասի, հետո դասերը պրծնում է երկրորդ հերթը, գնում ենք տուն։ Իմ գեր նպատակն է նա, որ երբ որ դպրոցում մարդ չկա, դրսից գողերը չմտնեն, այս թանկանոց տեխնիկան չհավաքեն տանը։ Կոպիտ ասած, իմ նպատակը գիշերները ու կամ օրվա այն մասը, որ դպրոցում չենք, այդ ժամանակ իմ գույքը հսկելն է։ Այդ ժամանակ դպրոցին այսինքն ուրեմն անձնական տվյալների համաչափության սկզբունքի տեսանկյունից ճիշտ կլինի, որ դու քո ներքին ընթացակարգերով սահմանես տեսահսկման ժամկետ։ Ու դպրոցը իսկապես իր ներքին ընթացակարգով սահմանեց, որ տեսահսկման համակարգերը օգտագործվում են այս XYZ նպատակով, այդ գույքի անվտանգություն եւ այլն, եւ սահմանեց հետեւյալ կանոնը, ասեց, որ տեսահսկման համակարգերը բնականաբար կահավորված են այնպես, որ նկարեն միայն թանկարժեք գույքի հատվածը, հնարավորինս չնկարեն երեխաների վերաբերող մասերը, որտեղ դպրոցը չուներ նպատակ երեխաներին հսկելու հենց կոնկրետ։ Եվ մի լավ կանոն էլ նախատեսվեց տեսահսկման իրականացման ժամկետ, նախատեսվեց ներքին ընթացակարգով, որ տեսախցիկները, երբ որ առավոտյան գալիս են դասի, անջատում են, երբ որ երեկոյան գնում են տուն, իրավասու աշխատողը տեսախցիկները միացնում էր ու գնում էին տուն։ Սա եղավ համաչափության սկզբունքի ապահովում, երբ որ կա օրինական ու կոնկրետ նպատակ, եւ քո տեսահսկման պայմանները ծառայում են այդ նպատակին ու նպատակի համար սահմանափակ են։ Ես բերեմ մի երկրորդ օրինակներ։ Դպրոցներից մեկը ասեց տեսախցիկների տեղադրման իմ նպատակը երեխաների կյանքի ու առողջության պաշտպանությունն է, բայց ոչ թե sense գլոբալ, դեկլարատիվ երեխեքի պաշտպանությունը, այլ կոնկրետ հստակեցրեց, ասեց ես ունեմ ֆիզիկա-քիմիայի լաբորատորիա կոչվող դասարանը։ Այդտեղ դաս են անում։ Երեխաները հերթով գալիս դաս են անում ամեն մի դասարան գնում է քիմիայի ֆիզիկայի դասին։
Ասեց իմ նպատակն է, կոնկրետ նպատակը, սպეციფიկ նպատակն է, որ երեխաները վնասակար նյութերով իրանց վնաս չտան։ Ընդ որում իրավիճակը հետևյալն էր, ասեց, երբ որ դասատուն դասարանում է, դասատուն ինքը երաշխիք է, որ երեխեքի վնաս իրանց չեն տա, ձեռները կբռնի։ Ու եթե հանգարց չստացվի երեխեքից մեկը ինչ որ մի հատ վնասակար նյութ վրան լցրեց, դասատուն երաշխիք է, որ արագ տեղյակ կպայի տնօրինությանը, իրավասու մարմիններին, շտապօգնությանը, եթե անհրաժեշտ է բուժկետին եւ այլն, ու երեխուն արագ օգնություն ցույց կտա։ Դպրոցը հետեւյալ կերպ էր պատճառաբանում, ասում են, իմ ամենամեծ խնդիրներից մեկն է, որ երբեմն երեխաները դասատուի բացակայության ժամանակ իրանց վնաս չտան։ Այ իրավիճակը հետեւյալն է։ Հիմա մի քիչ առցանց ենք անում այս հանդիպումը, դժվար է ձեռքերով, ոտքերով ձեզ նկարագրել իրավիճակը, բայց դասարանն էր, դասարանում կար մի հատ ուրիշ փուճուր սենյակ, որը բանալիով դռնով փակվում էր։ Նյութերը տեղ էին պահվում։ Դասատուն դասի ժամանակ գալիս էր, նյութերը հանում էր, փորձերն անում էին, հետ էր դնում այդ սենյակ, բանալիով փակում էր, գնում էր։ Դպրոցի պատճառաբանությունը հետեւյալն է, ասում է, երբ որ դասատուն դասարանում չի, դասերից առաջ, դասերից հետո դասամիջոցներին երեխեքը չգան, այս դռնը չբզբզան, չբացեն, իրանց վնաս չտան։ Կամերան դրա համար եմ արել, որ եթե որ նախ երեխեքը մի քիչ զգաստանան, երկրորդ եթե հանգարց իրավիճակը լինի, պահակը կամերանով տեսնի, որ երեխեքից մեկ իր վրա բան է լցրել, ահազանգի արագ հասնենք օգնության։ Այսինքն շատ լավ դպրոց, դու հաջողացրեցիր ցույց տալ եւ օրինական եւ կոնկրետ նպատակ։ Նպատակը շատ կոնկրետ էր, կոնկրետ այս դեպքում այս դրան հսկողությունը, որտեղ նյութերն են պահվում։ Եվ օրինական էր, որովհետեւ երբ որ հանրակրթության գլոբալ օրենսդրությունը նայեցինք, պարզվեց, որ երբ որ երեխան դպրոցի տարածքում է գտնվում, դպրոցը ունի պարտականություն երեխայի անվտանգությունը ապահովելու, աստված չան երեխուն մի բան որ եղավ, հա հիմա էլ այդպես ճիշտ եք ասում։ Երեխուն մի բան որ եղավ, դպրոցի տնօրինությունից դրա համար բան են անելու։ Ես չգիտեմ հայերեն բառը ոնց ավելի տիպիկ սպրոս են անելու, այսինքն դպրոցի տնօրինությունից պահանջելու են բացատրություն ու պատասխանատվություն երեխայի կյանքի առողջությանը պատճառած վնասի համար, որը իրականացվել է դպրոցի տնօրինության տակ եղած ժամանակ երեխու հոգացության տակ եղած ժամանակ երեխու։ В общем, դպրոցը կարողացավ ցույց տալ նորմալ նպատակ։ Գնացինք նայելու արդյոք այդ ամեն ինչ իրականացվում է համաչափորեն։ Տեսեք, ի տարբերություն իմ նախորդ օրինակի, ստեղ պետք է նկարել հենց դասապրոցեսի ընթացքը, ոչ թե գիշերը։ Տեսախցիկները տեղադրված էին, այդ փուճուր սենյակի դռան վերևում, ամբողջ դասարանը նկարում էին, այդ դուռը չէին նկարում։ Մենք ասացինք, սա անհամաչափ է։ Ինչ ես նկարում երեխեքին, ինչ ես նկարում, ասենք, վերջի շարքում նստած ու դասամիջոցին իր բրտուճը ուտող երեխուն, երբ որ այդ երեխան կիլոմետրերով հեռու է այդ դռնից։ Վերակահավորի քո տեսահասկման համակարգերը պտտի ու նկարի դուռը դռան դիմացի մի մետրը։ Երեխեքից որ մեկը կմոտիկանա դռան ու փորձի միջամտել, ինքը բնականաբար կհաստնվի տեսահասկման դաշտում։ Բայց ովքեր որ այն երեխեք են աշակերտներ, ովքեր вообще կապ չունեն քո նպատակի հետ, вообще հեռու են մնում այդ դռնից, իրանց մի նկարի, դա համաչափ չի։ Ու իսկապես դպրոցը այդ ձևով կարող է հասնել իր նպատակին համաչափորեն նկարելով դասապրոցեսի ընթացքում այդ հատվածը դրան առանց միջամտելու երեխաների իրավունքին ու առանց միջամտելու դասատուի իրավունքին։ Ընդ որում այս դեպքում նաև պետք չէ արձանագրել ձայնը, եթե այդ տեսահասկման համակարգը ձայն գրեր, դա խախտում էր լինելու համաչափության սկզբունքի ու անձնական տվյալների պաշտպանության, որովհետև նպատակին դպրոցը կհասներ արդեն նաև առանց ձայնը գրելու։ Այս էլ ասենց, ես մի հարց կար, որը չկարողացա տեսնել ինչի մասին էր, մի հատ ես դա նայեմ, կողմից վնասվի տեխնիկան ու չարվի տեսաձայնագրում, վնասվի փոխհատուցման խնդիրը առաջանալու։ Այնքանով, որքանով, տեսեք ձեր հարցը ինչքան էր փորենը, սովորաբար չափվում է, ինչն է նկարվում ու ոնց։ Տենց մի իրավիճակ կար, որ եթե դա հայտարարված նպատակը շատ լավ, բայց արդյոք դա երեխային նկատմամբ միջամտության միակ ձևն է, արդյոք չկան ուրիշ ձևեր։ Օրինակ հիմա, մինչև հիմա էլ իմ աշակերտության տարիները դպրոցները շատ հաճախ պրակտիկաված էին անում, էլի այդ բառը չգիտեմ հայ, կներեք էլի որ ակադեմիական հայերենով չեմ խոսում, ամեն դեպքում առցանց է մի քիչ դժվար է շատ արագ խոսալը ժամանակին հետևելն ու հայերենին ակադեմիական հետևելը, մեզ մոտ կար այն երևույթը, երբ որ նախ դասարաններն ունեն ավագ, որը որ մի քիչ շատ լավ է գերազանցիկորեն բոլորին հետևում են։ Հետո երեխաներից նշանակում են նաև այդ օրվա հերթապահներ, ովքեր դրան հետևում էին, եւ այս միջոցներով հնարավոր լինում շատ հաճախ կանխել։
Եթե պլյուս մի կողմից նկատի ունեցեք, որ երեխային նկարելը միջամտություն է երեխայի այլ իրավունքների նույնպես։ Օրինակ, մի անգամ մենք հետևյալը ասեցինք մի հերթական դասարանում, այդ դու ուղղակի հսկում են դասապրոցեսը։ Տեսնենք ոնց է երեխեն դասանում։ Էլի, պրինցիպի նորմալ նպատակ է, չէ՞, շատից քչից տրամաբանորեն հասկանալի։ Մենք այսինքն շատ լավ ունես այդ նպատակը, եկեք համաչափության սկզբունքի տեսանկյունից կշարքի մյուս նշանին դնենք, թե այդ միջամտության արդյունքում ինչն է տուժում։ Մենք այսինքն տուժումը երեխայի կրթվելու իրավունք, որովհետև անընդհատ հսկողության տակ գտնվող եւ երեխան եւ դասատուն դժվար է պնդել, որ դասապրոցեսը պատշաճ է։ Հետո տնօրենը փորձեց հակաճառել, ասեց իսկ ոչ, ես ասեց համաձայն չեմ դրա հետ, ես կարծում եմ, որ անընդհատ պետքա երեխաներին ու դասատուներին հսկել, որտեղ դասատուն կարող է դասը պատշաճ չանի կամ երեխեքին վատ վերաբերվի։ Մենք ասեցինք, եթե մենք դա ընդունենք որպես որոշակի, այսինքն կոնկրետ եւ փաստարկված պնդում, ապա պիտի պնդենք, որ բոլոր դասատուները եւ գործող եւ ապագա ում որ հետո գործի կընդունես, բոլորը մանյակներ են պոտենցիալ, տենց, հա։ Դասատունը ասում է, չէ, տենց չի ասած, մենք ատեստացիա ենք անցնում, կադրային քաղաքականություն ենք, մենք նա մենք գործի ընդունում։ Հետևաբար, քո ասած նպատակը, որ դե դասատուն կարող է դասը լավ չանի կամ երեխուն անի, ուղղակի հնարած նպատակ է։ Եթե ընդունես, որ քո բոլոր դասատուները եւ գործող եւ ապագա հնարավոր բոլոր դասատուները մանյակներ են, օքեյ, քո նպատակը լավ էլ կոնկրետ է, լավ էլ որոշակի է, ուրեմն կամերայով իրանց հսկի։ Բայց եթե այդպես չի, դու կամերա դնելու իրավունք չունես, որտեղ չես կարող ցույց տալ դրա տակի որևէ իրավիճակ։ Մարտիրոսյանը եվրոպական դատարանը մի լավ գործ ուներ, դպրոցների հետ սա կապված չի, բայց կար մի սուպերմարկետ, որը տեսախցիկներ էր տեղադրել։ Այդ ժամանակ գողություն էր ելնում բանից, սուպերմարկետից եւ սուպերմարկետի տերը ենթադրում էր, որ գողություն անում են ոչ թե հաճախորդները, որտեղ կամերայով կտեսնեին, կամերաները շատ པարզ բոլորի համար տեսանելի դրված կամերաներ են, այլ գողություն անում էր չհսկվող հատվածից մի աշխատակից։ Ինչ արեց այս ինքնա չէ ունի իր գույքը պաշտպանելու օրինական շահ։ Ինչ արեց այս սեփականատերը։ Ինքնագլուխ կամերաներ չավելացրեց։ Ոստիկանության հետ համաձայնեցված հանցագործության կասկածի հիմքով տեղադրեցին մի տեսախցիկ, ոչ թե մշտական, այլ որոշակի ժամկետով, այն մասում, որը որ նախկինում չէր նկարվել, գողին բռնեցին, կամերան հանեցին։ Սա է համաչափության կանոնը, որտեղ չես կարող պնդել, որ բոլորը գողեր են կամ մանյակներ են կամ դասերը դիտմամբ տապալողներ են կամ երեխաների հետ վատ վարվողներ են։ Դա կարող է ծառայել որպես օրինական ու կոնկրետ նպատակ, մենակ այդ դեպքում, եթե դա իսկապես տենց է։ Ու ինչ մի հատ ուրիշ խնդիր էլ կար։ Երբ որ դասատուն ասեց, որ գիտեք, մի տնօրեն էլ հետևյալն ասեց իմ երեխաները չեն կարկանդում կամերաներից, անգամ գալիս են շատ լավ ձեռքով են անում, գնում են։ Մենք ասին, գիտեք, ոնց որ թե ավելի վատ, դուք մի քիչ խեղաթյուրել եք երեխայի անհատականության ձևավորման իրավունքը, որովհետև ընդունված պրակտիկա է, որ պիտի մարդու համար նորմալ չլինի, որ իրան անընդհատ կարան հսկեն։ Կարող է ինչ-որ ձեզնից որոշները տեսած ելնեն Տրումենի շոու անունով կինո Ջիմ Քերին է խաղում, երբ որ մեծանում է մեծ մարդը դառնում, կարծում է, որ իր սախ կյանքը ռեալիթի շոուեր ու իրան անընդհատ նկարել են կամերան։ Դա նորմալ չի։ Չպիտի մարդը նորմալ համարի, որ անընդհատ իրան նկարում է։ Եկեք մենք մտքում վարժանք անենք։ Պատկերացրեք, ես հեռախոսս կամերան միացրել եմ, եկել եմ կանգնել եմ ձեր կողքը ու անընդհատ ձեզ նկարում եմ։ Այսինքն մի մետր հեռավորությունից։ Ինչ անում եք, նկարում եմ, ինչ անում եք։ Նույն բանն է։ Կապ չունի, որ դուք տեսախցիկը կարող մի քիչ հեռու դնեք։ Հետևաբար դիպվածային օրինակները, դիպվածային դիպվածայինները չեն կարող պատճառ հանդիսանալ, որ դպրոցը մշտական որպես կանոն տեսահսկում սկսի։ Դրանք կարող են դա կհակասի համաչափության սկզբունքին։ Մշտական ու երկարաժամկետ տեսահսկումը պարտադիր պիտի ապահովված լինի նույնպիսի մշտական եւ ամրապնդված օրինական եւ կոնկրետ նպատակով։ Հիմա ես մի հարցը կարդամ, ինչ անել, եթե ովքեր են ուսուցչից ինչ պահանջում,
տարակարգերի համար ուսուցիչ պահանջում են տեսադասեր, բայց աշակերտներն ամեն կերպ խուսափում են յուրաքանչյուր դասարանում կանավազանները ովքեր խուսափում են լարվում են մինչև անգամ շփոթվում են վատ պատասխան ժառանգ ինչ արտել էս պարագայում։ Այս պարագայում էլի կանոնը կարող է լինել բանը համաչափության սկզբունքը կար դասարան, որը ուներ տեսախցիկներ դասարանում տեղադրված, այդ տեսախցիկները մյուս դասարանների նման պատերի առաստաղի անկյուններում չէին, այլ համակարգչի վրա էին, եւ դասարանն ասել էր, որ այդ տեսախցիկները օգտագործվում են բաց դասերի ժամանակ։ Մենք համադրեցինք ու պարզեցինք, ասացինք, եթե դու այդ տեսախցիկները օգտագործես այնպես, որ դա համադրելի լինի անձամբ բաց դաս անելու, ապա դա նորմալ կլինի։ Մնում է դա նախատեսես քո ընթացակարգային փաստաթղթերում ներքին։ Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ համադրելի լինի բանի։ Այլ կա չէ, որ տնօրենը, փոխտնօրենը գալիս են եւ դասարանում նստում են, բաց դասարանում լսում են, տեսնում են ինչա լինի։ Այդ դեպքում երեխան կարող է կաշկանդվի, բայց մեկը դասը անում են։ Հիմա եթե տեսախցիկի միջոցով տնօրենը ուղակի իր կաբինետից այդ բաց դասը անում, բայց երեխեքին անընդհատ չի հետևում, ուղակի այդ մի դասի մի դրվագում կպնում է ու անջատվում է, բոլորը գիտեն եւ այլն, նույն հաջողությամբ էլի կա բոլորի համազգան եւ այլն։ Հեսա ընտրական կենտրոնական հանձնաժողովին կանդրադառնամ օրինակներից մեկում, բայց կանոնը դա է, որ դու պիտի ունենաս նպատակ եւ այդ նպատակիդ պիտի համաչափորեն տեսահսկում իրականացնի։ Պետությունը մեր տվյալները անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից արդյոք խնդիր չի, եթե դարձնում է օրինակ election CM-ում այդ կենտրոնական դրական հանձնաժողովի կայքն է։ Եկեք միանգամից անցնեմ եւս մի սկզբունքի 3-րդ կանոնին տվյալների մշակման իրավական հիմքին։ Եթե տվյալները մշակվում են օրինական նպատակով, եթե մշակվում են համաչափորեն, միևնույնն է պետք է դեռևս ապահովել տվյալների իրավաչափության 3-րդ կոմպոնենտը։ 3-րդ կոմպոնենտը տվյալների մշակման օրինական հիմքն է։ Այս օրինական հիմքը կամ անձի համաձայնությունն է, կամ օրենքը։ Այն հանրամատչելի աղբյուրից ձեռք բերված լինելու շատ մի նայեք, տվյալները հանրամատչելի էլի դառնում են կամ օրենքով կամ համաձայնությամբ, այսինքն սուխոյ հաստատ մնում է օրենքը կամ համաձայնությունը։ Ինչա սա նշանակում։ Մարդը կամ պիտի իր համաձայնություն տված լինի, որ իր տվյալները մշակվեն են, կամ պիտի օրենքով պարտադիր լինի, որ այդ տվյալները մշակվեն։ Դպրոցի դեպքում շատ լավ օրինակ գոյություն ունի։ Ես այս դպրոցի օրինակը ասեմ, հետո ընտրական հանձնաժողովին կանդրադառնամ։ Ուրեմն կան փաստաթղթեր ու տվյալներ, որոնք որ օրենքը պարտադրում է երեխային դպրոց ընդունելիս պարտադիր վերցնել։ Այս դեպքում, երբ որ աշակերտի ծնողից պահանջվում են փաստաթղթեր, օրինակ երեխայի ծննդյան վկայակ, ծնողի անձնագիրը եւ այլն, այդ տվյալների մշակումը նախատեսված է օրենքով ուղղակիորեն, հետեւաբար ստեղ արդեն մարդու համաձայնությունը չեն ապցնում։ Չէ՞ ուզում այդ տվյալները տաս, որ օրենքով է նախատեսված, ուրեմն մի բեր երեխուն դպրոց։ Ինչ արած։ Բայց կա տվյալների մի բլիկ, որը օրենքով նախատեսված չի։ Օրինակ, երեխայի տվյալները Facebook-ում հրապարակել է, այդտենց հարց կար, ինչ անել, եթե Facebook-ում են հրապարակվում, արդյոք դա խնդիր է թե չէ։ Այս դեպքում սովորաբար, քանի որ դա օրենքով նախատեսված չի, պետք է հույսը դնել ծնողների համաձայնության վրա։ Եվ ծնողների մի մասը կարող է տալ իր համաձայնությունը, մյուս մասը կարող է իր համաձայնությունը չտալ։ Ամենալավ տարբերակներից մեկը, որ հիմա կիրառում են դպրոցները, դպրոց ընդունելիս սովորաբար պայմանագրին կից սարքում են նաև համաձայնության ձևաչափ, որը ներառում է իր մեջ տվյալների այդ մշակման նկարագրությունը, որ գիտեք, մենք դպրոցում ունի այսինչ Facebook-յան կայքը, այսինչ նպատակներով ուզում ենք երբեմն միջոցառումներ հրապարակենք, միջոցառումները կարող է երեխեք Երևան եւ այլն ֆլանֆստան, այսպես նկարագրվում է ու տալիս են ծնողին առաջարկում են կամ համաձայնել կամ չէ։ Այն ծնողները, ովքեր չեն համաձայնում, որ իրենց երեխայի լուսանկարը հայտնվի համացանցում, վերջում այդ հրապարակումը անելիս ուղղակի այդ հրապարակում անող պատասխանատու աշխատակիցը մտնում ու ֆիլտրում է, տեսնում է, ընտրում են նկարներ, որտեղ երեխան ում ծնողը համաձայնություն չի տվել չլինի։ Կամ եթե տենց նկար չկա, ասենք 10 հատ նկար են արել, թարսիպես 10-ում էլ այդ երեխան կա դեմքը։ Որևէ ձևով մոնտաժում են, ասենք բլյուր են անում երեխայի դեմքը, փակում են, ծածկում են, կտրում են, հանում են եւ այլն եւ այլն եւ այլն։
Բայց եկեք այդ համացանցում հրապարակելու օրինակով մի հատ քննարկենք այս 3 բաղադրիչներ։ Տեսեք, ես 3 բաղադրիչները, հայդեպ, ոնց տեսահսկման իրականացման ժամանակ այս բաղադրիչները, այս տվյալների օրինական հիմքը ապահովեցին դպրոցները։ Դպրոցների մեծ մասը վերցրեց ու դարձրեց տեսահսկման ընդհանցակարգ, ներքին ակտ հաստատեց, որը տարավ ու հաստատեց դպրոցի ընդհանուր ժողովում, ծնողական ժողովում, աշակերտական ժողովում, մարդիկ իրենց համաձայնություն տվեցին կամ չտվեցին, ու դպրոցը ունեցավ արդեն լոկալ ակտ, որով որ կարգավորվում էր իր տարածքում տեսահսկումը։ Համաձայնություն էլի ստանում էին դպրոց եկող նոր եկող աշակերտներից պայմանագրինքից տրվող բանով, որ դու կարդացել ու համաձայնել ես մեր ընդհանցակարգերին, իսկ դպրոցի հետ կապ չունեցող մարդկանցից, ասենք ես եմ գնում եմ մի դպրոց, ոնց է ստանում իմ համաձայնությունը, դպրոցի մուտքի մոտ տեսանելի վայրում մինչև տեսահսկման դաշտ դները դնում էին ցուցանակ, որ տարածքը տեսահսկվում է դպրոցի կողմից էսի ճենիչ նպատակով։ Ու ես արդեն գիտեի, ֆրամ հետ գնամ, թե մտնեմ ու իմ գործողությունները ոնց կախատեսեմ։ Իսկ եթե ես տեսնում եի ու մտնում եի, համարվում էր, որ իմ գործողությամբ ես իմ համաձայնությունը տվել եմ։ Հիմա այս 3 կանոնը ես ձեզ ասացի, չէ, որ կարող եք վերցնել ու դնել ցանկացած դեպքի վրա։ Մենք քննարկեցինք իմ խոսքում տեսահսկման օրինակով, եկեք վերափոխենք ու քննարկենք համացանցում երեխաների տվյալների հրապարակման օրինակ։ Հիմա դպրոցը որոշել է, որ ինքը ունի Facebook-յան էջ, ու որտեղ հրապարակվում են երեխայի տվյալներ։ Ասենք երեխայի նկարներ, ինչ-որ ուղեկցական տեքստ, թե ինչի վերաբերյալ է դա։ Դպրոցը պիտի սահմանի նպատակ, պիտի ունենա նպատակ, պիտի իրեն հարց տվող ծնողին կամ իրավապաշտպանին կամ որևէ մեկին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին, եթե գան հարցնեն, ասեն, խի ես նկարները եղեք ցում Facebook, դպրոցը պիտի կարողանա առաջինը ապահովի այդ տվյալների առաջին բաղադրիչը, օրինական ու կոնկրետ նպատակ։ Ասի, որ ես դնում եմ այսինչ նպատակով։ Շատ այդ նպատակները սովորաբար շատ տարբեր չեն լինում, սովորաբար լինում է այս նոր գիտության տեխնոլոգիայից օգտվելով դպրոցի ծնողների հետ կապ ապահովելը, դպրոցի ծնողների դպրոցի կյանքին իրազեկելը, ուրիշներին իրազեկելը, հանրային միջոցառումների մասին մարդկանց պատմելը, մեծ հաշվով այդ մարդկանց ոչ թե սովորական ամբողջ աշխարհին, այլ հենց բաներին, երբեմն լինում է նախատեսվող միջոցառումների մասին դպրոցի ծնողներին եւ շահառուներին տեղեկացնելը, ընթացիկ եւ այլն։ Նպատակը սահմանեց, ունի նպատակ, հիմա պիտի հասկանա ինքը, արժի երեխայի նկարը հրապարակի հենց այտենց, ոնց կա, երեխեքի դեմքը ցույց տալով։ Արդյոք առանց երեխաների դեմքը ցույց տալու ինքը չի կարող հասնել իր նպատակին։ Միգուցե կարող է, եթե կարող է, ուրեմն ինքը երեխաների դեմքերը պետք է չնկարի։ Օրինակ մի դրվագ կար, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր, երեխաների պաշտպանության միջազգային օրը ինքը գնացել էր մի մանկապարտեզ, ներողություն եմ խնդրում, եթե չեմ սխալվում, ոչ թե հենց մանկապարտեզ էր, այլ հատուկ խնամքի հաստատություններ, որտեղ հենց, բայց կապրած փոքր երեխեքն էին, շատ մանկահասակներն էին, դպրոցական տարիքի չհասած, ու հետո մարդու իրավունքների պաշտպանը իր Facebook-յան էջով հրապարակեց այս այցի մասին տեղեկություն։ Ինչի ինքը հրապարակեց, որտեղ ուներ մի քանի նպատակ։ Ինքը ուներ նպատակ ցույց տալու, որ մարդու իրավունքների պաշտպանը երեխաների պաշտպանության միջազգային օրը չի անտեսել ու գնացել է երեխաների հետ հանդիպման։ Ինքը ուներ նպատակ ցույց տալու, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է, ու նաև մարդու իրավունքների պաշտպանը տարեկան արտահերթ եւ հերթական զեկույցով էր հանդես գալի, որտեղ ներառում էր երեխաների իրավունքների պաշտպանության կոմպոնենտ։ Այսինքն մարդու իրավունքների պաշտպանը նպատակ ուներ գլոբալ ցույց տալու, որ լիազորությունների շրջանում երեխեքի իրավունքների պաշտպանությունը իր օրակարգում է եւ ինքը չի անտեսել երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Հիմա ինքը իր նպատակը այնպիսին էր, որ ինքը պրոստը պատի մարդկանց հասարակությանը ցույց տար, որ ինքը եղել է այդ այցի ընթացքում։ Իրան պետք չէ ցույց տալ կոնկրետ երեխեքի դեմքեր, որտեղ բացի երեխայի դեմքը, սա նաև իր մեջ պարունակում էր լրացուցիչ տեղեկություն նրա մասին, որ երեխան գտնվում է հատուկ խնամքի հաստատությունում։ Այսինքն այս երեխան, որ վաղը մյուսօրը մեծանա, մարդիկ այդ հրապարակումը կարդային ու դեմքը տեսնեին, ասելու են՝ «Վայ, դու փաստորեն հատուկ խնամքի հաստատությունում ես, հա եղել»։ Պաշտպանին դա պետք չէ։ Դրա համար ինքը ինչ էր արել։ Ինքը նկարը չէր մոնտաժել, բայց օպերատորին խնդրել էր, որ
այնպես պաստանովկա անի նկարը, որ երեխեքի դեմքերը չերևան։ Ուրեմն նկարը հետևյալ կերպ էր, պաշտպանն էր, սենց կռացած խոսում էր մի փոքր երեխայի հետ, մի աղջկա հետ, ում ուներ երկար մազեր, ու լոքոնը ընկած էր երեխայի դեմքին, ու երեխայի դեմքը ընդհանրապես չէր երևում, ընդհանրապես մազեր էին երևում։ Պաշտպանը իր գլխով փակել էր հետևում կանգնած երեխայի դեմքը, մնացած բոլոր երեխաները հեռվում էին ու ծոծրակով շրջված։ Սա ուղղակիորեն ցույց է տալի, որ եթե պաշտպանը նպատակ չուներ կոնկրետ երեխու դեմքը ցույց տալ, ապա ինքը ուղղակի չէր հրապարակել այդ նկարը երեխաների դեմքով, այլ մոնտաժել էր երեխաների դեմքը նրա համար, որ վաղը մյուս օր երեխաները չնույնանան որպես հատուկ խնամքի հաստատության սաներ։ Սա էլ լավ օրինակը, որը կարող է յուրաքանչյուր դպրոց կիրառի։ Հրապարակում ես որևէ տեղեկություն երեխաների մասին։ Քեզ պետք է արդյոք, որ այդ տեղեկության շրջանակում այդ երեխեքի դեմքերը երևան։ Եթե չէ, ուրեմն այսպիսի հնարքներով, գեղարվեստական կամ պաստանովիչնի կամ տեխնիկական միջոցներով երեխաների դեմքերը փակի։ Եթե անում էր ինչ-որ միջոցառում, հենց չես գրել, որ հատուկ սոցիալական աջակցության շահառուների երեխեքի համար եմ միջոցառում, այդպիսի բան չես գրել։ Սենց ուղղակի գրել ես լավ օր անցկացրեցինք դպրոցում, ուրեմն ապահովի, որ երեխեքի ծնողները իրենց համաձայնությունը տված լինեն։ Ու էլ ես համաչափության սկզբունքը ապահովի։ Ունեցի նպատակ, ապահովի համաչափություն եւ ստացած եղի ծնողի համաձայնությունը։ Մի շատ կարևոր հանգամանք ստեղ ունեմ ասելու։ 16 տարեկան երեխեքը ինքնուրույն են տալիս իրանց տվյալների մշակման համաձայնությունը, ու երեխան ընթացքում էլ իրավունք ունի առարկի իր տվյալների մշակման դեմ։ Այդ պատկերացրեք, ծնողը տվել է համաձայնությունը, բայց 13 տարեկան երեխան գալիս ասում է, խնդրում եմ, էլի ես նկարես մի հրապարակի դեմքս դուրս չի գալի։ Երեխայի լավագույն շահիցած բխում, որ անձնական տվյալների մշակման հարցերում երեխայի կարծիքը պիտի հաշվի առնվի։ Ու եթե դուք չունեք երեխայի կարծիքը գերազանցող ավելի կարևոր նպատակ այդ նկարը հրապարակելու, ուրեմն համաչափության սկզբունքի տեսանկյունից այդ նկարը չպիտի հրապարակվի։ Օրինակ երբ կարելի հրապարակել, երբ որ ասես տղա ջան կամ աղջիկ ջան, գիտես, ուզես չուզես, այս նկարը որ չհրապարակեմ, առողջությանը ծանր վնաս կհասցվի, այդ ժամանակ նոր կարելի է ասել, որ գիտես ինչ կա, ես ունեմ նպատակ, ունեմ համաչափություն, ունեմ ծնողիդ համաձայնություն, լավ եմ անում, հրապարակում։ Բայց եթե չկա երեխայի լավագույն շահը գերազանցող այլ նպատակ, ապա համաչափության սկզբունքի տեսանկյունից պարտական կլինեք այդ նկարը նույնպես չհրապարակել։ Մի կարևոր հանգամանք է, երթարեք ունեք նպատակ, համաչափությունն ապահովում եք։ Երեխան դառավ 16 տարեկան, ասենք ավագ դպրոցի աշակերտները հեշտությամբ 16 տարին լրանում են։ Էլ ծնողի համաձայնությունը հաշիվ չի։ Պետք է երեխայից նորից ուզեք իր համաձայնությունը։ Հակառակ պարագայում կստացվի դուք ունեք նպատակ, ունեք համաչափություն, բայց չունեք իրավական հիմք, այսինքն երրորդ պետքական կոմպոնենտը։ Այս 3 կոմպոնենտները պիտի արկա լինեն միաժամանակ։ Էսել սենց, էսել երրորդ բանը, երրորդ կոմպոնենտը, ուստեղ մի հատ փուճուրիկ ճյուղ ուղակի այս կոմպոնենտի հետ կապված։ Ամեն մի հատ չի, որ համաձայնությունը։ Համաձայնությունը պետք է մի քիչ որակյալ լինի։ Այդ ինչա նշանակում։ Այդ նշանակում է նաև մեր վճռաբեկ դատարանով հաստատված 4-ը չափանիշ առնվազն։ Համաձայնությունը պիտի լինի կամքի արտահայտման որևէ ձև։ Ասենք եթե դուք այս ասման ցուցանակ չփակցնեք, ես գամ մտնեմ ձեր կամերայի տեսակցման դաշտ, դուք չեք կարող ասել, որ ես մտել եմ, ուրեմն իմ համաձայնությունը տվել եմ, որտեղ ես չեմ տեսել ու չէի կարող կամք արտահայտեի։ Եթե ես տեսնեմ նոր մտնեմ, դա կամքի արտահայտման ձև է։ Երկրորդ համաձայնությունը պիտի լինի ազատ տրված։ Եթե օրենքի դեպքում, այսինքն պարտադիր տվյալների դեպքում կարակ երեխուն ասեք ծնողին ասեք, գիտես, չես տալի անձնագիր երեխու կամ քո չես կարող երեխուդ ընդունես դասարան, ապա լրացուցիչների դեպքում չեք կարող ծնողին ասել, գիտես, Facebook-ին հրապարակելու համաձայնություն չես տալի, ուրեմն երեխու դպրոցից կհանենք։ Սա կլինի սպառնալիքի տակ տրված համաձայնություն, ինքը չի համարվի վավեր։ Համաձայնությունը պետք է լինի ազատորեն տրված, այսինքն մարդը ինքը պիտի որոշի, ուզում է տա համաձայնություն, թե չէ, ու կարող նաև հրաժարվի համաձայնություն չտալուց։ Համաձայնությունը պիտի լինի որոշակի, այսինքն չի կարելի վերցնել շատ ընդհանուր համաձայնություն, չի կարելի ծնողին ասել, համաձայնես, որ մենք քո երեխու տվյալները պրոստը հրապարակենք։ Չէ, համաձայնություն պիտի լինի, համաձայնես, որ քո երեխու տվյալները այս միջոցառումների շրջանակում այս նպատակներով հրապարակենք այս ինչ հարթակներում։ Ճշգրիտ նպատակ, ճշգրիտ պայմանները պիտի մարդուն հասանելի լինեն։ Եվ համաձայնությունը պիտի լինի տեղեկացված, սա նշանակում է մարդը պիտի տվյալների մշակման պայմանների մասին իմանա ու դա լինեն մարդու համար հասանելի, հասկանալի ու տեսանելի։
Չի կարելի օրինակի համար մարդուն տալ չինական հիերոգլիֆներով տեսահասկման ընթացակարգ ու ասել դե համաձայնություն տու։ Մարդը կասի, ես դա չեմ հասկացել։ Ու մարդը ճիշտ կլինի ու կկարողանա ասի, որ իր տված համաձայնությունը վավեր չէր։ Կարող է դուք հիմա այլ ոլորտից օրինակը բերեմ, առաջներում գնում էր բանկից վարկ էր վերցնում, ասենք 10%-ով, մեկ է վարկի տոկոսը վճարելու պահը գալիս էր, պարզվում էր 20% պետք է վճարել։ Պարզվում էր այնտեղ միտեղ մի 100-րդ էջում մանր ինչ որ բան էին գրել, որ գիտես, այս դեպքում նաև էս ավելանում ու ընդհանուր տոկոսը 10-ի տեղը 20-ը դառնում։ Օրինակ հիմա եթե որևէ մեկը օրինակ որոշի ինչ որ վարկ ձևակերպի, գնա բանկ, պարտադիր պահանջա, որ մարդը ինքը իր ձեռքով իսկական տոկոսը լրացնի։ Այ նմանատիպ չափանիշ այստեղ է կացված լինել, որ դու պիտի իմանաս, քեզ պիտի հասանելի, հասկանալի ու տեսանելի լինի, թե դու ինչին ես տալիս քո համաձայնությունը անձնական տվյալների դաշտում։ Էս էլ սենց։ Ոստեղ արդեն մեր ժամանակը հերիք չի ավարտվեց, մի հատ էլ անցավ, ես ուզում եմ ինչ ասեմ։ Ես հիմա նայում եմ ու ոնց որ թե նոր հարցեր կարծես թե չկան, ես ուզում եմ առաջարկեմ, որ դուք իմես, եթե հնարավոր է նաև սահիկաշարը կարող ենք Ալեքս ջան ուղարկել ժողովրդին, եթե այո, կարող եք նայել, վերհիշել, տեսնել ինչն է որ բաց է մնացել ու եթե անհրաժեշտ է, ապա հետադարձ կապ հաստատեք նաև մեզ հետ, կոնկրետ ինձ հետ, իմ կապի միջոցներն էլ ձեզ կտան երևի սոցիալական որևէ ցանցի ու մենք կկարողանանք ձեր դպրոցի հետ առանձին քննարկել ձեզ մոտ արկա խնդիրներն ու հարցերը անձնական տվյալների ու երեխեքի տվյալների պաշտպանության ոլորտում։ Պես էլ հետագայի համար, եթե հանգարց ինչ որ մի բան բաց թողեցինք։ Էս էլ իդեպ դպրոցների կայքեջերի մասին ես նախատեսել էի պատմել ձեզ։ Անվտանգությունը մի քիչ չհասցրեցի ասեմ անվտանգության միջոցների մասին, բայց ինձ թվում է դրա մասին Արտուրն ու Սամվելը արդեն ձեզ պատմել են ահագին։ Սրա մասին եթե պետք լինի, արդեն լրացուցիչ կկարողանանք քննարկել առանձին։ Էս է սենց, ես հիմա արդեն կանջատեմ իմ slide show-ն ու երևի անջատեմ նաև բանը, միկրոֆոնը ու կարող ենք բան անել։ Շնորհակալություն շատ Գերեշան։ Հարցեր իրականում ունենք, բայց ժամանակով սահմանափակված ենք, դրա համար երևի մի մասը բաց կթողնենք։ Մենք եւս ձայնագրությունները եւ սահիկաշարերը սպասում ենք, որ մեր 3-րդ հանդիպումն էլ ավարտվեր ու բոլորը միասին ուղարկեինք գրանցված մանկավարժներին։ Ես շատ կարճ էլի ուզում եմ կիսվել իմ էկրանով ցույց տալ կիբերչատի մեր գործիքը բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ նոր են միացել ու նախկինում հնարավորություն չեն ունեցել տեսնելու։ Սա մեր հարթակն է, սայկաշարում էլ դուք յուրաքանչյուր սլայդի ներքո հնարավորություն ունեցաք տեսնել հասցեն կայքի։ Այստեղ ինչ անել բաժնում մենք ունենք տարբեր դեպքեր, որոնց որ կարող եք առնչվել դուք կամ երեխաները եւ կարող եք գտնել որոշակի լուծումներ, որոնք որ կարող են օգտակար լինել ձեզ համար եւ ինչպես սկզբում նշեցի, 3 տեսակի աջակցություն ենք մենք տրամադրում՝ տեխնիկական, իրավական, հոգեբանական։ Այստեղ եւ լուծումներ են եւ քայլ առ քայլ հուշումներ են, որոնք որ նաեւ ինչ որ առումով կարող են եթե ուզում եք դպրոցում միջոցառում անցկացնել կրթական իրազեկման, կարող եք օգտագործել որպես կրթական բովանդակություն։ Ռեսուրսների բաժնում ունենք շատ տեսանյութեր, տարբեր հետազոտություններ, հոդվածներ, որոնք որ եւս վերաբերում են թվային անվտանգությանը, դրական ծնողավարությանը եւ իրավական, հոգեբանական տարբեր խորհուրդներ են իրանց մեջ ներառում եւ ներքևում մենք ունենք կոնտակտների վերաբերյալ բաժին, այստեղ չաթի կոճակ ունենք, որտեղ եւս քլիկ անելու դեպքում կարող եք սոցիալական մեդիայի տարբեր հարթակներով մեզ գտնել, գրել, հա, եթե այս ընթացքում նույնիսկ մեր հանդիպումների հետ կապված հարցեր եք ունենում, կարող եք այս գործիքը օգտագործել որպես մեզ հետ կապի միջոց։ Հիմնականում փորձեցի կարճ ներկայացնել հաշվի առնելով, որ զգալի մասը մարդիկ են, ովքեր որ նախկինում եւս մասնակցել էին մեր հանդիպումներին։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ մենք այս գործիքը ստեղծել ենք UNICEF-ի հետ համատեղ եւ
պատրաստվում ենք շարունակել այս ուղղությամբ։ Օգոստոսի 26-ին ենք հրապարակել եւ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր հարցերով մեզ դիմել են, ունենք նաեւ որոշակի վիճակագրություն, բայց վիճակագրության հատվածը սայիկաշարերում չենք ներառելու, որոնցով որ կիսվելու ենք ձեզ հետ, ավելի ուշ մենք այդ ինֆորմացիան հանրայնացնելու ենք։ Ա, Ուղղակի հիշեցնեմ նաև, որ այս մեր շարքի նպատակը ոչ թե կարողությունների զարգացումներ, ավելի շատ ձեզ հետ զրուցելը, իրազեկելը, գործիքի մասին տեղեկացնելը, որպեսզի դուք տեղյակ լինեք, որ խնդիրների առաջացման դեպքում կան լուծումներ եւ կան մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել ձեզ, ա, եւ դուք ունեք հնարավորություն ռեսուրսներ, որպեսզի կարողանաք մինիմալի իջեցնեք այդ հնարավոր ռիսկերը, որ այդ խնդիրները չառաջանան։ Այսքանով կարծում եմ կարող ենք ամփոփել։ Շնորհակալ եմ, որ մասնակցեցիք մեր հանդիպումներին։ Շուտով նաև ձեր դպրոցներ կհասնեն կիբերչատի պաստառները, որոնք որ պետք է խնդրանք փակցնել հնարավորինս տեսանելի վայրում երեխաների համար, որ անհրաժեշտության դեպքում կարողանան հեշտորեն գտնել մեզ։ Այսքանով ամփոփենք, մենք նաև ունենք ձեր էլեկտրոնային փոստի հասցեները եւ հետագա նմանօրինակ հանդիպումների դեպքում անպայման կտեղեկացնենք ձեզ։